Ողջույն հարգարժան տիկնոջ եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Հայաստանում սկսվել են բյուջետային քննարկումները։ Համենայն դեպս 2026 թվականի բյուջեի նախագիծը պատրաստ է եւ այն քննարկվեց կառավարությունում, այն ներկայացրեց ֆինանսների նախարարը։ Իհարկե Ընդհանրապես քննարկումները բյուջեի մասին բովանդակային առումով ծանր քննարկումներ են, կարող են թվալ անհետաքրքիր, բայց դրանք շատ կարևոր են, որովհետև պետական բյուջե ասվածը դա պայմանական եզրույթ է, իրականը դա հարկատուների փողերն են եւ շատ բնական է, որ հարկատուները պետք է իմանան եւ հասկանան, թե ինչի վրա են ծախսվելու իրենց հարկերից հավաքված այդ գումարները, ինչ առաջնահերթություններով, ինչ ծավալով եւ որտեղ են ծախսվելու եւ որտեղ չեն ծախսվելու։ Այսպես ասենք, տնտեսագիտական այդ լեզվից պարզհայերենի թարգմանության խնդիր կա եւ այստեղ եւս մասնագիտական ունակություններ են պահանջվում, ինչի համար էլ մենք մի հարգարժան հյուր ենք հրավիրել մեր տաղավար, ում ես սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է տնտեսագետ, տնտեսական հարցերով փորձագետ, սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի ղեկավար Գագիկ Մակարյանը, բարև եք եկել, պարոն Մակարյան, շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ ձեզ տեսնել։ Պարոն Մակարյան, սկսել են քննարկումները, իհարկե առաջին այսպես, բուռն արձագանքը եղավ այդ պաշտպանական ծախսերի վերաբերյալ այդ տեղեկատվության նկատմամբ, ինչպես հայտնի է 25 թվականին պաշտպանական ծախսերը կազմում էին մոտավորապես 664 միլիարդ դրամ, իսկ 26 թվականին նախատեսված է 563 միլիարդ դրամ, այսինքն 101 միլիարդով մոտավորապես պակաս։ Սրան էլ եղավ բացատրություն առայն, որ գիտեք այս տարին, ընթացիկ տարին առանձնանում էր մեծածավալ ռազմական գնումներով, որոնք պետք է ապահովված էին պաշտպանական նպատակներով, վարկերով, եւ այդ ամենը ներառված է ռազմական ծախսերի մեջ, ինչը հիմա չկա։ Նաև դա մի հարց դրա մասին խոսենք, երկրորդը այն է, որ կրթության վրա են ծախսերը մեծացել եւ առողջապահության ծախսերն են մեծացել, որովհետեւ խիստ ծախսատար մի նոր ինստիտուտ է ներմուծվում մեր երկիր, դա համընդհանուր բժշկական ապահովագրությունն է, որը դա մի նոր քայլ է մեր սոցիալ-տնտեսական զարգացման համար, առողջապահության զարգացման համար, դե նաև այսպես քաղաքակիրթ հասարակություն, պետություն, երկիր դառնալու ճանապարհին։ Համեցեք, պարոն Մակարյան, թարգմանեք այսպես պարզ հայերենի հարկատուները հասկանան ուր են գնում իրենց փողերը։ Այո, շատ լավ, շնորհակալություն, պարոն Մեհրաբյան։ Ասեմ դες, որ բյուջեն դոլարային լեզվով եթե արտահայտենք, որ ավելի կարճ հեշտ տնկալի քաղաքացիների կողմից եւ բիզնեսի կողմից, եկամուտների մասով մոտավորապես 8 միլիարդ դոլար է կազմելու։ Բայց ծախսերի մասով էական տարբերություն կա, այն գերազանցում է 9.3 միլիարդը։ Այսինքն 1.3 դեֆիցիտ։ Մենք առնվազն 1.3 միլիարդ ունենք դեֆիցիտ։ Եվ բյուջեի նախագծում նշվում է, որ այդ դեֆիցիտը մոտավորապես 55-45% հարաբերակցություններով, մոտ 55%-ը պիտի մարվի արտաքին աղբյուրներից, այսինքն արտաքին դոնորներ, գուցե էլի պարտք վերցնելով, արտաքին պարտք վերցնելով, ստաբիլիզացիոն վարկեր։ Այո, ուրեմն այդ թիվը գերազանցում է 700 միլիոն դոլարը։ 700 միլիոն դոլարի չափ մենք պետք է գումար վերցնենք արտաքին աղբյուրներից։ Մնացած մոտավորապես 600 միլիարդը դրանք արդեն ներքին ռեսուրսները պիտի օգտագործվեն, իսկ մենք գիտենք, այո, թե որոնք են այդ ներքին ռեսուրսները, արդեն հաճախ բիզնեսը իր մաշկի վրա դա նաև զգում է կամ քաղաքացին, դրանք տարբեր турքերի կամ հարկերի ավելացման սխեմաներն են։ Մենք տեսանք, որ օրինակի համար
շրջանառության հարկը փոքր բիզնեսի վրա բարձրացվել, չէ՞, որոշ ոլորտներում դարձավ 10%, դուրս գան, որոշ ոլորտներ անցան ավելացված արժեքի հարկ 20%։ Մենք տեսանք, որ թանկանում են, ասենք թե գույքահարկը թանկացել է եւ շարունակում է թանկանալ։ Մենք տեսնում ենք, որ նաեւ այլ վճարներ, այլ турքեր կարող են թանկանալ։ Այո։ Եվ հետեւաբար, ասենք, բնականաբար ստացվում է, որ պետությունը կամ կառավարությունը որոնելու է այն տեղերը, որտեղ ինքը կարող է հնարավորություն ունի գումարներ հայթայթելու։ Իհարկե նաև այստեղ անշուշտ պետք է նշել նաև ստվերից դուրս բերելու տարբերակները, հակակոռուպցիոն սխեմաների կիրառությունը եւ ստվերից դուրս բերելը։ Մենք տեսնում ենք, որ միջև հիմա էլ դեռ դեպքեր կան ձեռնարկատիրության բնագավառում, երբ որ շրջանառությունները ցույց չեն տվել կամ քիչ են ցույց տվել եւ պետական եկամուտների կոմիտեն բացահայտում է այդ գումարները եւ այլն, բայց քանի որ թիվը փոքր չի, 600 միլիոն 600 միլիոն գումարը մենակ ստվերով չի ստացվի։ Այդտեղ անպայման կկիրառվեն հարկային այլ սխեմաներ, որոնք որ հարկերի ավելացման ճանապարհով կփորձեն այդ գումարները հայթայթել։ Սա մեկ։ Երկրորդ կարևոր մասը այն է, որ ես տարբեր առիթներով միշտ ասել եմ, Հայաստանում տնտեսական եւ սոցիալական բաղադրիչները իրար հակառակ են աշխատում շատ հաճախ։ Մենք հիմա ունենք այն դեպքի էլի, որ պետությունը ավելի շատ սոցիալական բլոկին է ուշադրություն դարձրել, ավելացնելով կրթության, առողջապահության եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, այսինքն սոցիալական ոլորտի նաեւ ծախսերը։ Սոցիալական ոլորտի ծախսերը կազմում են բյուջեի 28%։ Դա շատ մեծ թիվ է։ Եվ ասեմ, որ այդ գումարի 2.6 միլիարդ դոլար է այդ թիվը կազմում։ Այդ թվի կեսը իհարկե պետք է գնա թոշակների վճարման համար, բայց մյուս կեսը 1.3 միլիարդ դոլարը ծախսվելու է տարբեր սոցիալական նպաստների, նպատակների կամ մենք գիտենք արդեն անհուսալի վարկեր ունեցողների մարման կամ ասենք թե արցախցիներին ուղղված եւ այլ սխեմաներ։ Այսինքն մեզ մոտ գերակշռում է սոցիալական բեռը, սոցիալական մասը։ Բայց ինչն է այստեղ կարևոր ընդգծել, որ դուք ձեր հարցի սկզբում նշեցիք հարկատուների մասով։ Մենք անդադ այդ գումարները ծախսում ենք, ամեն տարի սոցիալական ոլորտի ծախսերը եղել են ամենամեծ թվերը։ Ընդամենը 1-2 տարի, անցյալ տարի, նախանցյալ տարի, որ պաշտպանության նպատակով ծախսերը հավասարվեցին, մոտեցան սոցիալական ծախսերի գումարներին, թվերին, բայց մեզ մոտ գործազրկությունը մնում է էլի բարձր, ներկայումս 12-13%-ի շուրջն է, աղքատությունը ցավոք սրտի արդեն տարիներ շարունակ մնում է 24%-ի շուրջը։ Այսինքն մեր սոցիալական ոլորտի ծախսերը էականորեն չեն փոխում այս ցուցանիշները, որոնք որ հակառակ են ազդում տնտեսության վրա, հակառակ նշանակություն ունեն տնտեսության զարգացման համար։ Ինչու սա ես նշեցի, որովհետև տնտեսության զարգացման ճանապարհով պիտի մենք գնանք նաև, որպեսզի նվազեցնենք գործազրկություն եւ որպեսզի նվազեցնենք աղքատություն։ Աղքատության դեպքում պետք է նայենք, թե այդ ընտանիքներում մի հոգի է ընդամենը աշխատում եւ այդ ընտանիքին այդ գումարը չի երիկում աղքատության մեջ է, թե ոչ ոք չի աշխատում։ Այսինքն մեր նպատակային ծրագրերը տնտեսական առումով պետք է ուղղված լինեն թիրախային այդպիսի ընտանիքներին աշխատանքով ապահովելուն, որը որ կարծես թե տեղի չունենում։ Եվ ավելին ասեմ, 26 թվականի բյուջեում կրճատվել է էկոնոմիկայի նախարարության տնտեսության համար հատկացված գումարները, այսինքն նվազեցվել են տնտեսությանը ուղղված բաղադրիչի վճարները, ծախսերը։ Հետևաբար այստեղ հարց է առաջանում, որ տեսեք, մի կողմից հարկատուները, որոնց մեջ զգալի մասն է կազմում բիզնեսը, զրկվում է տնտեսական աջակցության սխեմաներից, մյուս կողմից էլ ռիսկ կա, որ հարկերը կավելանա իրենց վրա, որպեսզի դեֆիցիտը ծածկենք։ Այո։ Ստացվեց, որ կրկնակի իրենք տուժեցին, համ զրկվեցին գործիքներից, համ էլ դարձան ավելի շատ հարկ վճարող։ Հետևաբար այստեղ ես տեսնում եմ, որ որոշակի արդարության խնդիր կա։ Եվ լավ կլինի, որ կառավարության ուշադրություն դարձնի դրա վրա, քանի որ դեռ պետք է ազգային ժողով ուղարկվի, ազգային ժողով քննարկվի, հնարավոր է, որ այս հարցերը նաև ազգային ժողովում քննարկման առարկա դառնան։ Սա մեկ։ Երկրորդ կարևոր խնդիրը, որ դուք նշեցիք, պաշտպանության ոլորտի մոտ 15% ծախսերի կրճատումը, այստեղ երկու հանգաման կա, որ ես կուզեի անպայման նշել։ Իհարկե ես կուզեի, որ չկրճատվեին այդ ծախսերը, բայց տեսեք ինչ կարող է տեղ ունենալ։ Քանի որ մեզ մոտ հնան աճում է, եւ նաեւ մեր բյուջեն, ասենք թե հիմա 9.3 միլիարդ է ծախսերի մասով,
15% նվազեցնելը համեմատական, ասենք, նախորդ տարվա բյուջեի հանդեպ կարող է բացարձակ արժեքով նույն թիվն է մնացել։ 15% պակասել է, բայց կարող է նույն թվին մոտիկ թիվ է մնացել, 200 քանի միլիոն դոլար է մոտավորապես նվազել։ Եվ երկրորդը 1.7 միլիարդից 1.5, մոտավորապես այդ կարգի։ Եվ 26 թվականի հունիսից արդեն 1.5 տարվա զորակոչման բանն է սկսվում, շրջանը։ Հետևաբար, ասենք, ինչ որ մի ժամանակ հետո, քանի որ արդեն 1.5 տարի է դառնում, մեր ծախսերը զինվորների համար, որ 2 տարվա փոխային 1.5 տարի պետք է ծառայեն, ծախսերը նվազելու են։ Այսինքն, այստեղ էլի ինչ որ պայստային, ոնց որ ասած, էլեմենտ կա, որը որ 1.5-2 տարի հետո կսկսի գործել։ Այսինքն, եթե նույն տրամաբանության մտածենք, որ եկող տարին, մյուս տարի էլ բյուջեն չենք ավելացնում կամ կրճատում ենք, այստեղ ինչ որ կոմպենսացիայի սխեմա կա, բայց նաև աճի հաշվին կարող է բացարձակ թվերը համերը նույնը մնան։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է նաև հասկանալ, թե որ տրամադրությունների ներքո է կառավարությունը այդպես որոշել։ Ինչու փորձել է, որ արդեն հենց միանգամից ժամանակն է նվազեցնելու։ Արդյոք ինքը ռիսկերը բազմակողմանի է գնահատել, արդյոք մեր պաշտպանական զինվածության մակարդակը թույլ է տալիս դա, թե մենք դա անում ենք, որ խաղաղության ձգտելու ճանապարհին մենք լրացուցիչ պատճառաբանություններ այն երկրի կողմից չունենանք եւ այլն։ Այսինքն այստեղ խնդիր կա, որ պետք է հասկանալ։ Հիմա 5.4% է նախատեսված տնտեսական աճը։ Որը ված չի, որովհետև այն իրականությունը արդեն, որ Ուկրաինա-Ռուսաստան կոնֆլիկտը իրավիճակները որոշակի լավացրել էր ինչ որ մի քանի տարիների համար, որ մենք ռեէքսպորտ էինք անում, բերում էինք, վերավաճառում էինք եւ այլն։ Ցավոք սրտի մենք չկարողացանք կապիտալիզացնել, չկարողացանք առևտրայնացնել այդ հնարավորությունները, որ մենք տեղական արտաբերություն զարգացնեինք եւ ոչ թե բերենք, վերավաճառենք, դրա համար մեր աճը նվազելով գնում է։ Տնտեսական աճը կնվազի։ Այս տարի մենք կարծում ենք, որ 6%-ի շուրջը կգնանք կամ գուցե ձգենք մինչև 7%, լավագույն դեպքում, բայց արդեն եկող տարի 54%, 5.4% է։ Եկող տարվա բյուջեն մոտավորապես 30-31 միլիարդի շուրջն է պատտվելու։ Հնան ներողություն, հնան։ Համախառն ներքին արդյունքը 26 թվականին կկազմի 30-ից 31 միլիարդ դոլար, որը լավ թիվ է, վատ թիվ չի։ Եվ եթե մենք մտածենք, որ 4.5%-ով աճը շարունակվի հետագա տարիներին, պարոն Մերավյան, ապա մենք կարող ենք կանխատեսել, որ 2040 թվականին Հայաստանի հնան կհասնի մոտ 45 միլիարդի։ Իսկ 2050 թվականին այդ թիվը կհասնի մոտավորապես 60 միլիարդի, որը շատ լավ թիվ է։ Բավականին եւ մեկ շնչին ընկնող հնան արդեն բավականին աճում է եւ այլն։ Այսինքն բարեկեցության նախադրյալները էականորեն կան այստեղ։ Բայց ելի խնդիրը հետեւյալն է, որ հնան աճում է, բյուջեն ավելանում է, բայց աղքատություն չի նվազում։ Գործազրկությունները չնչին է նվազում։ Այսինքն մենք ուրեմն ճիշտ չենք գործում։ Այսինքն մեր թիրախային ծախսերը այդտեղ պետք է որոնել, որտեղ են կորում, որտեղ է սխալ կա։ Հիմա ինչ վերաբերում է կրթությանը կամ ինչ վերաբերվում է առողջապահությանը։ Առողջապահությունը շատ կարևոր խնդիր է, որտեղ առողջապահությունը անմիջապես կապ ունի մարդկային ռեսուրսների հետ։ Մարդկային ռեսուրսների զարգացման հարցում, մարդկային կապիտալի զարգացման հարցում էական դերակատարություն ունի առողջապահությունը, որովհետև դա նաև աշխատուժ է, դա նաև զինվոր է, դա նաև ընտանիքներ են, ամեն ինչ, դա նաև որակ է, դեմոգրաֆիա եւ այլն, եւ ծննդաբերություն, առողջ ընտանիքներ, առողջ երեխաներ եւ այլն եւ այլն։ Բայց լավ չի, որ այդ գումարը առողջապահության ապահովագրական համակարգով է ծախսվելու, որովհետև այդ ապահովագրական համակարգը շատ քննարկվեց, այդ թվում նաև ժամանակին քննարկել են եւ գործատուների շրջանում եւ արմիությունների հետ եւ այլն եւ երկու կողմերն էլ առանձնապես կողմ չեն եղել այս սխեմաներին։ Այսինքն այստեղ անհավասարության եւ անհամաչափության մեխանիզմներ կային, որ գործատուն նաև վճարում է այն աշխատողների համար, որոնք որ այսօր այդ ապահովությունից կօգտվեն, բայց նրանք աշխատող չեն։ Այսինքն տեսեք ինչ է ստացվում։ Իրաք նման վեճեր Միացյալ Նահանգներում էլ։ Այո, այսինքն մենք ունենք մի զգալի զանգված, որը որ հարկատու չի, աշխատավարձ չի ստանում, գործազուրկ է կամ աղքատ է կամ իր ուրեմն ապահովարական այս համակարգով մենք հնարավորություն ենք ստեղծում, որ նրանց առողջության մասին էլ հոգ տանենք։ Իհարկե մարդկային առումով դա լավ է, բայց տնտեսական առումով ոչ այնքան ճիշտ, որովհետև ինչ է անում առողջապահության նախարարությունը։ Սա
եւ խորամանկ եւ խելամիտ, չգիտեմ որ բառ օգտագործեմ, ավելի շատ խորամանկ քայլ է, որ երբ որ իր ռեսուրսները եւ իր գործառույթները բավարար չեն առողջապահական խնդիրները լուծելու համար, ինքը այդ բեռը փորձում է ապահովական մեխանիզմով լուծել, այն էլ բեռը գցելով հարկատուների վրա։ Այսինքն, բայց դրանով հասանելիություն ապահովի գոնե այն մյուս զանգվածին, որ կարողանա օգտվել որոշակի առողջապահական ծառայություններից։ Իհարկե, այստեղ մենք պետք է նաև հասկանանք, որ պետությունը իր սուբսիդավորման սխեմաները պետք է նաև լավացնի առողջապահական ոլորտում սրտի վիրահատությունների, չէ, ասենք պատվաստումների կամ չարորակ հիվանդությունների եւ այլն։ Շտապ օգնության դեպքերի այսպես։ Սոցիալականի դեպքում էլի հարց է առաջանում։ Տարիներ շարունակ ամենամեծ բյուջեն եղել է սոցիալական նպատակների համար։ Ու մենք ինչու շարունակաբար չենք կարողանում փոխել իրավիճակներ։ Հետևաբար այստեղ էլ պիտի հասկանալ, արդյոք այստեղ մեծ ծախսեր չեն արվում։ Համակարգը կարող է ուռճացված է տարբեր ստրուկտուրաներով, մեկ պատուհան, այլ չգիտեմ նախարարություն, նախարարության այլ ստրուկտուրաներ եւ այլն, որոնք որ ծախսվում են փողերը, բայց իրականում խնդիրներ չեն լուծվում։ Չնչին այնտեղ բաղադրիչներ կան, ասենք գործատուին շագրգռելու, որ ինչ որ մեկին վերցնի աշխատանքի, կոմպենսացնելով աշխատավարձի մի մասը, կամ ասենք թե եթե բիզնեսով է ուզում զբաղվել, բիզնեսի հետ կապված ինչ որ գումարներ տրամադրել, բայց դրանք շատ կներեք ընդամենը հարյուրներ են։ Այսինքն թվականակով դրանք շատ չնչին են, դրանք եղանակ չեն ստեղծում, դրանք ձևաչափ չեն ապահովում։ Հիմա բյուջեի մեջ այստեղ շատ կարևոր է նաև հաշվի առնել, որ բյուջեն դա կառավարության ծրագրի ֆինանսավորումն է։ Այսինքն 26 թվականը բյուջեով նախատեսված ծախսերը դրանք նշանակում են, թե նաև կառավարությունը 26 թվականին ինչը պիտի կատարի, ինչ ոլորտներին, ինչպիսի գործողություններ պիտի կատարի։ Մենք տեսեք, որքան անդամագրվում ենք, որքան վավերացնում ենք տարբեր կոնվենցիաներ, որքան մենք ավելի միջազգային ստանդարտներին մոտիկ ենք ուզում դառնալ որպես պետություն, ժողովրդավարության, կանաչ տնտեսության, կայուն զարգացման, չէ, ՄԱԿ-ի, ասենք կլիմայի փոփոխության, չգիտեմ, բնապահպանական թափոնների հետ կապված եւ այլ ոլորտների վրա, որ անդադ մենք աշխատանք ենք տանում եւ այդ ոլորտները դարձնում ենք միջազգային մակարդակին համապատասխանող ոլորտներ կամ փորձում ենք ձգտել դրանք, ճիշտ է, որոշ գումարներ ստանում ենք դրսի դրա համար, բայց նաեւ մենք ինքներս ենք ծախսում։ Այսինքն մենք պիտի նաև հասկանանք այդ մասշտաբի մեծությունը, երբ որ մենք մեր վրա վերցրել ենք շատ տարբեր խնդիրների կարգավորումներ ու այդ կարգավորումների վրա փող ենք ծախսելու, արդյոք մենք հանգարց ուշադրությունից դուրս չենք թողնում մեր համար շատ ավելի կարևոր նպատակներ։ Այստեղ ես ուզում եմ էլի գալ ձեր հարցին, որ հարկատուները պիտի տեսնեն, դա քաղաքացին է, դա բիզնեսն է, որ շատ նպատակային են ծախսերը։ Իրեն են ուղղված այդ ծախսերը նաև հարկատուն ինքը պիտի տեսնի, որ այդ փողը նաև իր վրա է ծախսվում իր նպատակների համար եւ ոչ թե հարկատուն միայն ինքը տեսնի վտանգ, որ իրենից էլի ավելի հարկեր են վերցնելու։ Հիմա մենք այս դեֆիցիտի դեպքում տեսնում ենք ավելի վտանգ, որ հարկատուներից ավելի փող պիտի վերցվի։ Տնտեսական գործիքները, տնտեսական աջակցության գործիքների վրա ծախսերը նվազում են, որտեղ մենք տնտեսական ոլորտի ծախսերը բյուջեով նվազեցրել ենք, բայց դեֆիցիտը մենք պիտի լրացնենք իրենց հաշվին։ Այսքան մասով ես ուզեցի ամփոփել ձեր հարցը։ Համեցեք։ Եվ ամփոփելով տարօրինակորեն նաև մենք տեսնում ենք, որ այսպես համաչափ զարգացման խնդիր մենք ունենք, մենք օրինակ շատ մեծ խնդիր մարզերի հետ կապված, Երևան, մարզեր, հանդիպումների մի շարք ենք սկսել եւ ասենք հարևան մարզեր են, ասենք Վարդենիցը եւ Մարտունին, հա, նույն կլիմայական պայմանները, նույն լճի ափին, ուղղակի ասենք սարեր ձորերի տարբերություն։ Դեպրեսիվ մի շրջան, որը մի տրանսպորտ չկա, ճանապարհները սարքած են, վայ են սարքած լինելու, հարց է առաջանում, էլի մեզ Վարդենիսը պետքա թե չէ, եւ Վարդենիսում մեզ Վարդենիսցի ապրող պետքա թե չէ, թե այնց Երևանում ավելի շատ Վարդենիսցի կա, քան Վարդենիսում։ Մենք զբաղվելու ենք դրանով, թե չենք զբաղվելու, ում դիմեն, ինչ անեն, ոնց անեն։ Այնպես չի, որ համայնքապետը լավը չի։ Ինչքան կարողանում է աշխատում է։ Բայց մոտեցումը չէ պետք։ Մարզային իշխանության հարց կա, չէ, որ ինչ որ այդ մարզի քաղաքներն իրար միավորելու մարդուն ուղղված այդ բաները
պետք է արվի, թե չպետք է արվի, էլի։ Մենք այդ պրիորիտետներից պետք է խոսենք, թե չպետք է խոսենք, էլի։ Որովհետև այդ ամենն էլ աղքատություն մեր մոտ փաստորեն ամեն 4-րդ Հայաստանի Հանրապետության քաղաքացին աղքատ է, որն են խթանները նրա, որ ինքը դուրս գա այդ աղքատությունից։ Այո։ Ինքը օգնի պետությանը, պետությունն օգնի իրեն։ Ու sense այդ գործընկերաբար այդ փոսից դուրս գա ամեն 4-րդը։ Համեցեք։ Այո, շատ լավ հարց է եւ ասեմ ձեզ, այդ թեմայի մեջ ես շատ խորացել եմ եւ շատ զբաղվել եմ, լինելով նաեւ մարզերում եւ մոդելներ են նույնիսկ առաջարկել զարգացման։ Տեսեք ինչն է խնդիրը։ Հիմնական խնդրեմը գալիս է նրանից, որ մեր գերատեսչությունները, երբ որ սահմանում են ինչ-որ գործիքակազմեր աջակցության, իրենք ասում են դե գործիքակազմերը բոլորի համար են։ Անկախ հանրապետության որ մարզից է դիմելու դրա համար բիզնեսը կամ քաղաքացին։ Ունիվերսալ է։ Հա, իրենք մտածված են ամբողջ հանրապետության համար, որտեղ ինքը որպես գերատեսչություն պատասխանատու է տվյալ ոլորտի համար ամբողջ հանրապետությունը, ոչ թե միայն Երևան քաղաքում, օրինակի համար։ Բայց իրենք հաշվի չեն առնում անդադ այն, որ մարզերում այդ նույն ինֆորմացիայի հասանելիությունը, այդ ինֆորմացիան հասկանալը, մարսելը կամ կոպիտ ասած, եւ օգտագործելը կամ դրա համար դիմելը լրիվ ուրիշ մակարդակ է արդեն։ Միտեղ ավել, միտեղ պակաս։ Եվ դրա համար եւ գիտելիքներ են պետք, եւ իմացություն է պետք, եւ իրազեկում է պետք, եւ խրախուսել է պետք, եւ մարդկանց մեջ վստահություն է պետք, որ ինքը չմտածի դե լավ էլի հիմա այդ գործիքը հորինել եմ, բայց ես դիմեմ կշահեմ, թե չեմ շահի, դիմեմ ինձ կօգնեն, թե չեն օգնի, կամ ես ինչպես դիմեմ, ինչ անեմ եւ այլ եւ այլ։ Ու դրա համար մի քանի անդադ տարիներ դրա մասին մենք ասել ենք, որ հարկավոր է այդ հասանելիությունը ապահովել, հարկավոր է գնալ։ Ես մի պահ որոշակի ուրախացա, որ որոշ դեպքերում, որոշ մարզերում նման հանդիպումներ ունեցավ էկոնոմիկայի նախարարության օրինակի համար, ժողովների ժամանակ փորձեց բացատրել, բայց պիտի դա շատ արվի ավելի։ Մարզպետարաններն էլ դրան պետք է միանան։ Մարզպետարանները վերջին հաշվով կառավարության ներկայացություններն են մարզերում։ Իրանք մենակ իրանք կառավարիչ չպետք է զգան, իրանք ներկայացությունն են։ Իրանք նույն կառավարության բոլոր այդ տեղեկությունները, գիտելիքները պիտի տիրապետեն եւ պիտի կարողանան տեղում հասցնել։ Այսինքն այդ խորհրդատվությունը, իրազեկումը պիտի տեղի ունենա։ Այսինքն մարզային հեռուստաընկերությունները, մարզային ռադիոները, մարզային ուրեմն կառույցները պիտի զինվեն այդ գիտելիքներով եւ ինֆորմացիայով ու դա տարածեն անդադ ու անդադ ասեն, որովհետեւ տեսեք մարդը որ թեկուզ գովազդը մի անգամ լսում ես, ինչքան էլ թվում է թե տպավորվեց, դու չես տպավորում, բայց երբ որ այդ գովազդը շարունակաբար ամեն օր երկարաժամկետ մի քանի օրեր շարունակ լսում ես, սկսում ես արդեն դու ուշադրություն դարձնել ու խորանալ այդ գովազդի էության մեջ, թե դա ինչի մասին է ասում։ Հիմա սա գովազդ չի, սա ընդհակառակ ավելի պրոֆեսիոնալ ինֆորմացիա է, որը ավելի բարդ է ընկալելը։ Այսինքն այդ գործիքակազմերը մարզերում հասանելի չեն հաճախ, որովհետև մարդիկ ուղղակի չեն տիրապետում դրան։ Ուրեմն սա մի խնդրեմ է։ Երկրորդ խնդրեմը այն է, երբ որ մենք առաջարկներ ենք կատարում, թե ինչ լուծումներ կարելի է տալ, այստեղ էլ հանդիպում ենք արդեն երկրորդ դաշնությանը, դա այն է, որ բոլոր պետական մարմինները ձայնի տված, ինչպես ասում են, փորձում են պատասխանել, որ իրենք այդ ամեն ինչը գիտեն, ու իրենք դա ինչ-որ այսինչ ծրագրով կիրառում են, կամ դա ինչ-որ պատճառներով խնդիրներ է առաջացնում, ու պատասխանից տեսնում ես, որ ինքը նույնիսկ նամակի մեջ հաճախ ինքնագովազդով է զբաղվում որպես պետական մարմին։ Կարծես թե մենք իրեն քննադատել ենք, մենք տվել ենք առաջարկ, մենք չենք քննադատել, բայց ինքը այդ առաջարկին պատասխանում է ինքնագոհության, որ մենք այս ենք անում, այն ենք անում, այս գիտենք, այն գիտենք եւ այլն եւ այլն, կարծես քեզ ուզում է իրազեկի, որ մեզ քո ասածը մի սովորացրու, կամ ենք եւ քո ասածը մենք գիտենք, էլի ինչ որ սխեմաներ եւ այլն։ Ես վերջերս նման մի հատ երևույթի հանդիպում եմ, էլի արդեն, որ դիմել էի վարչապետին նամակով, վարչապետը ուրեմն աշխատակազմը ուղարկել է 3 նախարարությունների, 2 նախարարության պատասխանը ստացել է, էկոնոմիկայի նախարարությունը այդպիսի պաթոսով պատասխան է գրել, որ այս այն գիտենք, այն գիտենք, սկզբից լավ է, շնորհակալություն, վերջում էլ ավարտում են շնորհակալություն ու ոչ մի եզրակացություն չկա, ամփոփում չկա, լավ, ավարտեցիր նամակդ, վերջի ինչ,
Այսինքն հասարակ հարցը կարող եմ տալ։ Ֆունկցիոնալ Ինչ ուզեցար ասել։ Ինչ էլի։ Ընդ որում երբ որ բանավոր խոսում ես, ասում ես, այս ինչ ես գրել, ասում է, դե մենք նաև մտածեցինք, որ բյուջեում հնարավորություններ, այսինքն տեսեք, միջին օղակը կառավարության ղեկավարի, կառավարության փոխարեն կամ նույնիսկ նախարարի փոխարեն որոշեց, որ բյուջեում սղություն կա, ինքը դա չի գրել, բայց ինքը դա հասկանալով ինքը մերժում է քո առաջարկը։ Բայց դա իր գործը չի, իր գործը կարտիկ տրամադրել է հարցի իրականացնելիության մասով։ Այսինքն հարցը հետաքրքիր է տնտեսական առումով, լուծումներ տալիս է թե ոչ, տնտեսությանը օգտակար լուծում է թե ոչ։ Այն մյուս նախարարությունը ՏԿ-ն, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքային նախարարությունը քննարկել էր մարզպետարանների հետ, էլի նամակ էր գրել այսպես այն ռուսացած վակրուկ դա օկալը բարապաշարով նույնիսկ կցել էր չնշեմ մարզերից մեկի մարզպետի նաև տեսակետը այնտեղ էլ ուրեմն ինչ էր տեղ ունեցել մարզպետի երևի մարզպետարանի աշխատողը որոշել էր փայլել իր բոլոր բաներով գիտելիքներով ու այսպես սևացրած վերնագրերով նշել էր թե ինչպիսի ինքը անհանգստություններ կամ ինչպիսի խնդիրներ կան ու ինչքան բան որ ինքը խնդիր գիտեր այդ նամակի մեջ գրել էր շարադրել էր այսինքն էլի ոչ կառուցողական բացարձակապես եւ ինչ եմ ուզում ասել ու շատ մարդիկ նույն բանը նշում են իմ գործընկերների որ միջև հիմա էլ տարբեր ոլորտներում նամակներ են գրում առաջարկներ են տալիս այդ նամակները հաճախ վարչապետը չի տեսնում ուղարկվում է տարբեր կառույցների տարբեր կառույցներ միջին օղակները իրենց վրա պատասխանատվություն չվերցնելու, նոր բերդ չառաջացնելու կամ ձեր ասած այդ խանդի վրա, որ մենք ամեն ինչ գիտենք, մեզ խելք մի սովորացրու, բաներ են գրում, որոնք վերջում ավարտում են, որ ոչ մի բան չի լինում։ Բյուրոկրատական ֆուտբոլ առանց գոլի։ Այո, հոյակապ խաղում են այդ ֆուտբոլը, ցավոք սրտի, բայց դրա համար ես հիշում եմ, որ քանի անգամ կառավարությունն էլ խոսվեց վարչապետի կողմից, որ ձեր աշխատանքները, ձեր գործունեությունը դեր կադրերի հարցը դեր մասնակից, այսինքն այստեղ շատ կարևոր է որ պետականամետ, ուզող, ցանկացող մարդիկ լինեն։ Ուրեմն դրսից որոշ մարդկանց հետ որ զրուցում ենք, նույնիսկ մեր հայրի, որոնք Ուկրաինայից են եկել կամ այլ երկրից եւ այլն, ասում է Հայաստանում այնպեսի տպավորություն է, որ անդադ ոնց որ դիմադրություն պետք է հաղթահարես։ Նույնիսկ Ուկրաինան, որ այսքան խնդիրների մեջ է, այնտեղ բիզնեսի համար ավելի հարմար են պայմանները, չեմ ասում Վրաստանում շատ տեղերում։ Մենք մոտեցեք թղթի վրա շատ լծակներ են ստեղծում, շատ բաներ բարձրացնում, լավացնում ենք, բայց իրականում հոգեբանորեն պաշտոնյան մնում է բյուրոկրատ, պաշտոնյան մնում է հակադրվող, պաշտոնյան մնում է չցանկացող, չկամեցող, խանդող եւ այլ բաներում։ Շինարարության ոլորտում ես երեք զրուցում եմ իր հայտնի ընկերության հետ նույն խնդիրները լի ասում, որ ուզում են լուծել կամ դիմում են մի այլ կազմակերպությունում այդ շինարարական նորմերը, սնիպ ռուսերեն ասած, էլի ինչպես են գրվում, ինչ մակարդակով կամ ինչպես են կիրա, այսինքն տեսեք մենք բոլոր ոլորտներում ես ուզում եմ ընդհանրացնել, իմ առաջարկ եղել է արդյունաբերության հետ կապված, այն մյուսինը շինարարության հետ կապված, այն մյուսը շինարարական ասենք տեխնիկական վերահսկողության ոլորտ է, այն մյուսը սննդի ոլորտ է, ում հետ զրուցում ես տարբեր ոլորտներով, տեսնում ես, որ պետական մարմինների հետ առնչվելը, նամակ գրելը մեծ ստրես է առաջացնում, որտեղ վերջնական արդյունքը ստրեսային է, վերջնական պատասխանը ստրեսային է։ Այս դրա վրա ես կուզեի, որ նաև կառավարությունը ուշադրություն դարձնի եւ կառավարության ղեկավարը։ Շատ շնորհակալ եմ։ Ձեզ էլ պարոն Մակարյան, ձեր այս կարևոր եւ հանգամանալից այս թարգմանական, դիտարկումները եւ գնահատականները, նաեւ առաջարկները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար մենք հետևելու ենք նոր են դեռ սկսել եւ պարբերաբար դիմելու ենք ձեր այսպես մեկնաբանությունների համար ձեզ նոր հանդիպումների միշտ հանդիպում ամենայն բարիք։ Շնորհակալություն։ Մենք լսեցինք մեր գործընկեր տնտեսագետ տնտեսական հարցերով փորձագետ, սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի ղեկավար Գագիկ Մակարյանին, լսեցինք իր դիտարկումները կապված մեկնարկած բյուջետային քննարկումների եւ հայտնի դարձած 26 թվականի
մեր պետբյուջեի որոշ պարամետրերի հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։ Լամինատներ ընդամենը 2390 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Եվրոպական լավագույն արտադրողների լամինատե հատակներն իդեալ համակարգում են։ Ձեռք բերեք բելգիական Berialog, լեհական Chronopol, ավստրիական Kendall աշխարհարչակ ապրանքանիշերի էկոլոգիապես մաքուր, ջրադիմացկուն, քերծվածքակայուն եւ չդեֆորմացվող լամինատե հատակների լայն տեսականին իդեալ համակարգի խանութ սրահներից։ Լամինատե հատակների նշված տեսականին ձեռք բերեք ընդամենը 2390 դրամով 1 քառակուսի մետրի համար։ Գործում է նաև 16 ամիս 0% ապառիկ։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ։ 28 տարի դեպի կատարելություն։ Երեք, երկու, մեկ, գնացինք, աննախադեպ ակցիա իդեալ համակարգում, գնեք 3 քառակուսի մետր սալիկ և ստացեք ևս 2 քառակուսի մետրն ընդամենը 1 դրամով, եվրոպական լավագույն արտադրողների ավելի քան 3000 տեսակի ոճային սալիկներ 1 հարգի տակ աննախադեպ պայմանով, գործում է նաև ապառիկ վաճառք 18 ամիս 0% տոկոսադրույքով, կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ, մանրամասները idealsystem.am, իդեալ համակարգ, 28 տարի դեպի կատարելություն։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Վերջապես դեպքերից 17 տարի անց Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը դատավճիռ արձակեց կապված մարտի 1-ի զոհերի հետ։ Այդ դատավճիռով ըստ էության մեղադրվում է Հայաստանի Հանրապետությունը, մեղավոր է ճանաչվում Հայաստանի Հանրապետությունը, որ պատշաճ կերպով չի պաշտպանել այդ զոհվածների կյանքի իրավունքը։ Սա ասում են որպես ոչ իրավաբան ըստ էության եւ նշանակել կոմպենսացիաներ նյութական եւ ոչ նյութական, ուրեմն վնասը հատուցելու համար եւ վնասը պետք է հատուցի Հայաստանի Հանրապետությունը։ Այն ժամանակվա իշխանությունը ըստ էության մարդ է սպանել եւ դրան ծառայել է այդ սպանելուն, պատշաճ դատաքննություն չանելուն, հետո ինչպես պարզ դարձավ իրեղեն ապացույցները կեղծելուն, ամբողջ պետական համակարգ։ Այս ամենը գալիս է արդեն ստեղ ինձ քաղաքական դատողություն եմ թույլ տալիս ապացուցելու այն, որ պետությունը զավթված է եղել կազմակերպված քրեական խմբավորման կողմից եւ վերածված հանցագործության գործիքի։ Եվ ահա 7 տարի հիմա այլ իշխանություն է հեղափոխությունից հետո եւ պատշաճ դատաքննություն այն բացերը, որը թույլ է տրվել պետությունը հենց այս դեպքերի հետ կապված ըստ այդ դատավճիռի, տեղից չի շարժվում, խաղում ենք մուկ ու կատու, խաղում ենք շոուներ, բռնել բաց թողել եւ այլն եւ այդպես շարունակ։ Փորձենք հասկանալ ինչ պետք է անի պետությունը բխեցնելով այս դատավճիռից օրենսդրորեն, նաեւ իրավապահ համակարգը, հատկապես դատախազությունը, որտեղ ինչպես երևում է դռների վրայից Աղվան Հովսեփյանի պաչած տեղերը դեռ մաքրված չի,
եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը, որ իր վրայից այս բիծը մաքրի։ Փորձ ենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, հյուր, ով անձնական ներդրում է ունեցել այս դատավճռին հասնելու համար, արդարադատության հաղթանակի համար, մեր հյուրը իրավաբան, իրավագետ, փաստաբան Տիգրան Եգորյանն է։ Բարև եք եկել, պարոն Եգորյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ուրախ եմ ձեզ տեսնել։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Եգորյան, դուք հանրային հեռուստատեսությամբ այսպես գործի վերաբերյալ մատչելի ձևով բացատրեցիք էությունը դատավճռի եւ տպավորություն ստացա, որ ժամանակ չմնաց մանրամասնորեն կանգ առնելու նրա վրա, թե հիմա ինչ պետք է անի պետությունը, դուք առանձին թեզերով անդրադարձաք վերջում դրան, կարծում եմ սա բացել է պետք, այո, մարդկանց իրավունքները վերականգնել, արդարությունը պետք է հաղթանակի եւ դա պետք է ապահովի պետությունը, ընդ որում թե դրամական փոխհատուցում վճարելով, թե նաեւ շատ կոնկրետ քայլերով։ Դրամականը հասկացանք, կոնկրետ քայլերը ձեր կարծիքով որոնք են, մանավանդ դուք ասացիք, որ դատախազության կողմից պատշաճ մեղադրանք էլ չկա ձևակերպված այս դատավճռից բխող, հա, այսպես ասենք, այն ինչ որ արդեն այդտեղ որպես ձևակերպում տեղի գտել։ Ձեր դիտարկումները, գնահատականները, առաջարկությունները համցեք։ Շատ լավ, բայց նախ թողեք մի նախաբանով սկսեմ, որովհետև կարևոր է կարծում գոնե սեղմ ծավալով հիշատակել բոլոր այն ջանքերը եւ այն մարդկանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել եւ որոնց աշխատանքի շնորհիվ նաեւ որոնց մասնակցության շնորհիվ հնարավոր է եղել թեկուզ 17 տարի անց, բայց գոնե այս մակարդակն ապահովել տվյալների։ Դա ինչպես բոլորին հայտնի է, ուրեմն 2008-9 թվականից այս գործով զբաղված փաստաբան Վահե Գրիգորյանն է, Արտակ Զեյնալյանն է, որը եւս հանդես է եկել որպես ներկայացուցիչ Եվրոպական դատարանում։ Դրանք իրավապաշտպան կազմակերպություններն են, դրանք մեր գործընկերը հանդիսացող Անգլիայում տեղակայված EHRAC ընկերությունն է եւ դրա այդ ժամանակ ղեկավար Ֆիլիպ Լիչը, որը եւս մեծ եւ այնտեղ ներգրաված մյուս իրավաբանները, որոնք մեծ ներդրում են ունեցել այս գործով Եվրոպական դատարանում գործի քննությանը, դրանք իրավապաշտպան կազմակերպություններն են, Human Rights Watch-ն է, այդ թվում նաև մեծ ուշադրություն է դարձրել դատարանը Հայաստանի Հանրապետությունում գործած համապատասխան իրադարձությունները քննելու կապակցությամբ ստեղծված փաստահավաք խմբին եւ այդ փաստահավաք խմբի կազմում հատկապես հենց Անդրանիկ Քոչարյան եւ Սեդա Սաֆարյան, որովհետեւ հիշում եք այդ փաստահավաք խմբի կազմալուծման արդյունքում հենց այս երկուսն էին, որ կարողացան առաջ մղել այդ զեկույցները եւ չնայած 17 տարի անցել, բայց ցավոք սրտի մեր իրականությունը հաշվի առնելով այս դատողությունները, վերլուծություններն ու գնահատականները Հայաստանի Հանրապետությունում մենք չենք կարողացել պաշտոնական մակարդակով տալ եւ 17 տարի անց միայն Եվրոպական դատարանն է դրանք մեզ տրամադրում սկուտերի վրա, որից հետո Հայաստանի Հանրապետության աշխատանքը նորից կարծես պետք է վերսկսվի, որովհետեւ սրանք արդյունքներ են, որոնք մենք վաղուց պետք է ունենայինք արդեն արձանագրված պաշտոնապես եւ դրանց կապակցությամբ համապատասխան իրավական գործընթացներ պատասխանատվության ենթարկելուն ուղղված եւ այլն, բայց դա չունենք այսօր։ Նաեւ փոխհատուցման հետ կապված ասեմ, որ Եվրոպական դատարանը ընդամենը ոչ նյութական փոխհատուցման գումար է սահմանել եւ սրանով եւս պետությունը չի ազատվում այդ պարտականությունից, որովհետեւ Եվրոպական դատարանը հաստատված է համարել կոնկրետ անձանց կյանքից զրկելը պետությանը վերագրելու հարցը, այսինքն պետությանը պատասխանատու է համարել ոչ միայն այդ անձանց կյանքի, իրավունքի
ապահովման ուղղված անհրաժեշտ եւ բավարար միջոցառումների հարցում թերանալու ոչ միայն դրանից հետո այդ իրավունքի խախտման արդյունքում ընդհանցակարգային իրավունքների պաշտպանության թերացման հարցում, այսինքն արդյունավետ քննության, այլ նաեւ կոնկրետ մահը պատճառելու, պատճառ հանդիսանալու հարցում։ Սա շատ կարևոր է եւ սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը բացի եվրոպական դատանի կողմից սահմանված փոխհատուցումից պարտավոր է այս մարդկանց իրավահաջորդների, սպանվածների ազգականներին վճարել փոխհատուցում։ Դրա պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը։ Թե հետո Հայաստանի Հանրապետությունը կոնկրետ հանցանքների համար մեղավոր ճանաչված անձանց նկատմամբ ինչպիսի ռեգրեսիվ հայցեր կներկայացնի, դա այլ հարց է, բայց այս պահին պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետությանն է։ Հիմա վերադառնալով ձեր առաջին եւ հիմնական հարցին, ծավալը գործողությունների, որ պետք է կատարվեն, չափազանց մեծ է եւ սպեկտրը եւս բավական լայն է, որովհետեւ հասկանում ենք, սա մեծ գործ է, բարդ գործ է, բայց սա ասելով բնավ ես նկատի չունեմ, որ սա մի գործ է, որը պետք է տասնամյակներ քննվի։ Անկախ իր բարդությունից եւ մեծությունից գրագետ իրավաբանական մոտեցման եւ քրեական քաղաքականության գրագետ կիրառման պարագայում սա բավական սեղմ ժամկետում լուծվելիք խնդիր է։ Պարոն Եգորյան, Նյուրնբերգի դատավարությունը այդ ծավալը տևեց 9 ամիս։ Կներեք։ Ամուց։ Հետևաբար ստեղ ընդհանրապես պետք է ավելորդ այսպես ինչ որ բաների փոխարեն աշխատանք կատարել, վերականգնել այս գործը քննող մարմնի կարողությունը, խմբի կարողությունը, կոնկրետ դա նշանակում է այնպիսի անձանց քննիչների եւ այնպիսի վերահսկող դատախազների խմբեր ձևավորել, որոնք արդյունավետորեն կկարողանան այս գործով արդյունավետորեն կկարողանան գլուխ բերել արդեն նաև իրենց օգնության եկած եվրոպական դատանի գնահատականները հաշվի առնելով։ Սա գնահատականներ են, որոնք պարտադիր են Հայաստանի Հանրապետության համար։ Այսինքն աշխատանքի մի ահռելի մաս այն ամենաբարդ, այսպես ասած, ամենավիճելի, հա, աշխատանքի, որի կապակցությամբ օրինակ կարող են անընդհատ բախվող կարծիքներ լինել, մի հսկայական մաս եվրոպական դատարանն արել է, որ դրանց վերաբերյալ այլևս էլ վեճեր չեն կարող լինել։ Եվ այլևս այդ վեճերի կամ կարծիքների բախման վրա երկար ժամանակ եւ ռեսուրս ծախսելու անհրաժեշտություն եւս չկա։ Ուղղակի կա անհրաժեշտություն նստելու եւ այս քրեաիրավական գնահատականները տալու։ Ըստ էության եվրոպական դատարանի կողմից ամփոփված պատկերը հետևյալն է, որ ընտրական գործընթացին հաջորդել են ժողովրդավարական հասարակությունում թույլատրելի հավաքների ազատության իրավունքի մեջ տեղավորվող պրոցեսներ, հավաքներ, խաղաղ հավաքներ։ Եվ ֆիքսված է, որ դրանք եղել են խաղաղ։ Որոնց կապակցությամբ պետությունը ձեռնարկել է եւ պետությունը իդեմս նախ Հայաստանի Հանրապետության նախագահի այդ ժամանակ գործող ձեռնարկել են գործողություններ եւ միջոցառումներ, որոնք տրիգեր են հանդիսացել եւ որոնց արդյունքում տեղի են ունեցել մահերը, սպանվել են մարդիկ։ Եվ այստեղ մի քանի մակարդակ է բաժանում եվրոպական դատարանը, ֆիքսում է, որ այս մի քանի անձանց սպանությունը ուղղակիորեն վերագրվում է պետությանը։ Այո։ Պետությանը ասելով դատան նկատի ունի, որ պետության անունից գործող ինչ որ չգիտեմ, դա կլինի ինչ որ մի կապիտան, թե պրապորշիկ, թե ինչ կրակ բացած անձը, դա պետությունն է, կատարել է պետությունը։ Եվ նաև ցույց է տալիս հրամանատարական շղթայի պատասխանատվությունը, ասում է իսկ բոլորի, այդ թվում նաև բոլորի մասով
պետությունը այդ գործողությունները ձեռնարկելիս, որոնք անհրաժեշտ չեն եղել այդ իրավիճակում, նաև չի իրականացրել այդ միջոցառումներն իրականացնող ուժայինների պատշաճ պատրաստվածությունը, այնպիսի զենքերի կիրառության եւ միջոցների կիրառության կապակցությամբ, ինչպիսիք կամ մահաբեր են, կամ կյանքի համար վտանգավոր են։ Օգտագործել է այդպիսի ժամկետանց զենքեր, օգտագործել է այդպիսի զենքերի կիրառության ժամկետանց կանոններ, չի ունեցել դրանք կիրառելու անհրաժեշտություն եւ դրանք կիրառել է այնպիսի եղանակով, որոնք առավել վտանգավոր են եղել կյանքի համար։ Փոքրիկ ասած, շապրտել են մարդկանց վրա, ինչի՞ չի կարելի։ Կրակի բացման բոլոր դրվագները եւ եղանակները վերլուծված են, թե ինչպես է ըստ ապացույցների եւ փաստերի վարվել այդ կրակը տարբեր զինատեսակներից, ինչպես պետք է կամ կարող էր վարվել, ինչպես չպետք է վարվել, իսկ վարվել է այնպես, ինչպես չպետք է վարվել։ Ինչպես նաեւ նույնիսկ այդ ժամկետանց զենքերի համար կիրառության կանոններով չպետք է վարվել։ Սրանք վերլուծություններ եւ գնահատականներ են, որոնք որ պետքա վերածվեն իրավական գնահատակների Հայաստանյան օրենսդրությամբ սահմանված կարգով։ Քրեական օրենսգրքով սահմանված կոնկրետ հոդվածներով նկարագրություններ են, հա։ Ըստ էության ինչ է տեղի ունեցել։ Իրականացվել է միջոցառում եւ գործողություններ հանրապետության նախագահի հրամաններով։ Այդ հրամանների կատարումն ապահովելու համար ընդունվել է այս հույժ գաղտնի 0038 հրամանը, որը հենց այդպես է բացահայտում է, ասում է ինչի համար է ընդունվել, նաև բացահայտում է դեռևս ընտրությունները ամփոփված չլինելու պայմաններում, դա 2008 թվականի փետրվարի 23-ն է։ Ընտրությունները ամփոփվել են 24-ին միայն։ Որոշումը ասում է, որ ընտրությունների արդյունքները սրանք են, այս արդյունքները պետք է պաշտպանվեն եւ դրանց կապակցությամբ բողոքող ինչ որ խմբակներ, որոնք միացել են առաջին նախագահին, պետք է ճնշվեն։ Սա կոնկրետ եւ դրա կապակցությամբ ստեղծվում են այնպիսի զինված հավաքական ստորաբաժանումներ, որոնք սովորաբար ստեղծվում են, ասենք, չգիտեմ, թշնամու թիկունքում դիվերսիոն գործողություններ անելու համար նպատակով, հա, ասենք, թե նույնիսկ մեջ բերենք, որ ավելի պատկերանալի լինի, հա, ասում է բանակային կորպուսների եւ առանձին զորամասերի հրամանատարներին հրամայվում է ստեղծել բարձր շարժունակությամբ բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ եւ արդեն նկարագրում է թե ինչ հաշվարկով, ինչ զենքերով եւ այլն։ Ինչի են սրանք ստեղծվել, ստեղծվել են եւ գործել են, որպիսի նախ ահաբեկեն քաղաքացիներին եւ սառեցնեն, այսպես ասած, նրանց ցանկությունը հավաքներին մասնակցելու, իսկ հավաքների մասնակիցներին ահաբեկման միջոցով ստիպեն դադարեցնել հավաքները։ Այս առաջին թիրախ։ Երկրորդ թիրախը, եթե դա չստացվի, ճնշել այդ հավաքները եւ այդ ճնշման կապակցությամբ էլ, հա, պաշտոնապես հայտարարություններ են եղել, այդ թվում նաեւ նախագահի մակարդակով, եթե կհիշեք այդ հանդիպումը ուսանողների հետ, որտեղ բավական բաց տեքստով ասվում է, թե ինչ կարող է պատահել, օրինակ, հա, որ կարող է եւ ինչ որ մի օր ծրվի այդ հավաքը եւ այլն։ Արտգործնախարարի հայտարարությունն եմ լավ հիշում։ Հիմա այս ամենը, այս մեկ նկարագրություն, հա, այսինքն սա ունեցել է խնդիր ծրելու, ճնշելու, ահաբեկելու։ Այնուհետև սկսել է իրագործել այդ ֆունկցիան, այս ռազմական գործիքի, զինված ուժերի
եւ զինված ներքին զորքերի ուժերի միջոցով սկսվել է այդ հավաքների ճնշման, ֆիզիկապես ճնշման գործընթացը, որի արդյունքում եւ ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ, այդ թվում նաեւ հրազենի կիրառման միջոցով, բազմաթիվ մարդիկ ստացել են վիրավորումներ եւ 10 անց սպանվել է։ Երբ այս գործողության շրջանակում տարբեր ստորաբաժանումների օրինակ, տարբեր ծառայողներ հրամանի շրջանակում կիրառում են օրինակ չիրյոմուխա տեսակի հատուկ միջոցը, ապա այստեղ արդեն էական չի թե այդ չիրյոմուխա կրակածներից ով ում է կրակել կամ ում կրակոցից ով է մահացել։ Այստեղ էական է, սա եւս կարևոր քրեաիրավական գնահատականի հարց է։ Կարևոր է այն, որ այս բոլոր չիրյոմուխա կիրառածները, օրինակ, գործել են մեկ հրամանի շրջանակում։ Նրանց տրամադրվել են չիրյոմուխաները էլի մեկ հրամանի շրջանակներում։ Նրանց հրամայվել է կիրառել չիրյոմուխաները հրամանի շրջանակներում։ Նրանք կիրառել են չիրյոմուխաները ոչ անհրաժեշտ պայմաններում եւ կիրառել են ոչ մարդու կյանքի համար անվտանգ եղանակով եւ մահացել են մարդիկ։ Հիմա այս բոլորը իրենց հրամանատարները, չգիտեմ, ընդեղ էլի հրամանատարների պոտեր կան թե չէ, մինչև այդ բոլոր գործողությունները կազմակերպելու եւ իրականացնելու քաղաքական հրաման տված գլխավոր հրամանատարը, դա նախագահի պաշտոն զբաղեցնող անձն է, ենթակա են միասնական դիտավորության պատասխանատվության։ Իրենց դիտավորությունը միասնական է եղել։ Նրանք բոլորը ցանկացել են կատարել նախագահի հանձնարարականները եւ գործել են այդ հանձնարարականների շրջանակում եւ 0038 հրամանի շրջանակում, որի նպատակն է եղել հաղթահարել բոլոր միջոցներով, որտեղ մենք տեսնում ենք, որ բոլոր միջոցներն են կիրառվել, սահմանադրական գործընթացի եւ սահմանադրական եւ կոնվենցիոն իրավունքի մեջ տեղավորվող հավաքները, խաղաղ հավաքները։ Նրանց խնդիրն է հաղթարել։ Հաղթարելու շրջանակներում 10 հոգի կրակել է չիրյոմուխայով, այդ 10 հոգին միասնական դիտավորությամբ ենթակա է պատասխանատվության։ Եվ այսպես շարունակ։ Եղի շատ պարզ եւ նաեւ անհրաժեշտաբար որոշակի կայուն եւ միգուցե նաեւ կարելի ասել համարձակ քայլեր է անհրաժեշտ կատարել, որպեսզի մենք ի վերջո հաղթահարենք այս խարանը, որն անթույլատրելի է 21-րդ դարում։ Պարոն Եգորյան, դուք խոսեցիք անհրաժեշտության մասին, որ քննչական ծառայությունում եւ դատախազությունում ստեղծվեն այս որոշումն իրականացնելու նպատակով, հատուկ խմբեր։ Հատուկ խմբերը դա քրեա դատավարական օրենսգրքով կիրառված, ասենք, բան չի, եզր չի, բայց այո, դա քննչական խումբ կամ եւ դատախազների խումբ։ Բայց կարելի է սա համարել որպես պետության համար հատուկ կարևորության գործ, որը պետք է պետությունն անի։ Իհարկե։ Իհարկե, լավ, նայեք, բա ինչա որ հատուկ կարևորության գործ չի։ Սա մի գործ է, որը ինչպես մարդկանց սպանության մասին է, այնպես էլ այդ սպանությունը քաղաքական հրամանատարական շղթայով ամենավերևի օղակից հանձնարարված գործողությունների արդյունքում սպանության մասին է խոսքը։ Այս գործողությունների արդյունքում սահմանադրական կարգը տապալելու մասին է խոսքը, այսինքն ըստ էության ժողովրդի իշխանությունը հաղթահարելու մասին է խոսքը ուժով, որը խեղել է բռնազավթման մասին է, հա, ճիշտ եմ հասկանում։ Այո, որը խեղել է մեր հետագա կյանքը, ընդ որում մինչև այսօր, որովհետև այսօր
թեև ենթադրենք վերականգնված է ժողովրդի իշխանությունը, հա, ասենք օրինակ ընտրությունները չեն կեղծվում եւ ընտրություններից հետո մարդկանց չեն սպանում, այսպիսի ռազմական օպերացիաներ չեն կիրառում, բայց մենք մինչև այսօր ի վիճակի չենք հաղթահարել այն հետևանքները, որոնք 2008 թվականից ի վեր ձևավորվել են։ Չենք կարողանում հաղթահարել այն խնդիրները, որոնք 2008 թվականից ի վեր առաջացել են։ Այս ամենը այս գործի արդյունք է, այս իրադարձությունների արդյունք է, եւ մենք մինչև այսօր նաեւ չենք կարողանում այս իրադարձություններին պատշաճ քրեաիրավական գնահատական տալ եւ պատշաճ պատասխանատվության ենթարկելու գործընթաց ոչ միայն ծավալել, այլ նաեւ ավարտին հասցնել։ Չենք կարողանում մենք այս էջը փակել, այն դեռ ապրում է մեզ հետ։ Իհարկե սա հատուկ կարևորության, հատուկ նշանակության խնդիր ունի։ Պարոն Եգորյան, ես լավ հիշում եմ, դուք նաև ձեր հարցազրույցում խոսեցիք այն մասին, որ այս դատավճռի այսպես աղբյուրներից մեկը նաև եղել է Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի այդ փաստահավաք զեկույցները։ Այդ զեկույցներից ես հատկապես ցանցով եմ համարում ինքնին այս 0038 հրամանը եւ այն հաստագլուխների բանդաները, հա, որ ասենք հարյուրներով իրենց խաժամուժին հագցնելու համար ստանում էին ռազմական, զինվորական համազգեստ։ Դրանից հետո այս մարտի 1-ի թեմաներով շատ ինչ-որ պրոցեսներ են եղել, մուկ ու կատու եւ այլ, բայց այս հարցերը Հայաստանում գնահատականի ըստեյություն չի արժանացել, պարոն Եգորյան։ Հիմա ես չգիտեմ, 0038 հրամանը ըստ այդ փաստահավաք զեկույցում տրված գնահատականի ուղղակիորեն հակասում է Հայաստանի սահմանադրությանը, օրենքներին, ամեն ինչին է հակասում։ Դե իսկ այն, այսինքն հանցագործությունը, սենց հրաման արձակելը, նույնը վերաբերվում է այդ հաստագլուխների, բանդաներին, իրենց պարագլուխները, որ մինչև հիմա դեռ ընտրական գործընթացի մաս են հանդիսանում։ Այս ամենին պետությունը չի տվել գնահատական։ Սրան պետք է ուշադրություն դարձնի դատախազությունը, պետությունը, ոնց է այդ մեխանիզմը, ոնց է պատկերացնում։ Դրան պետք է ուշադրություն դարձնի, դրանով պետք է։ Որովհետև դրանից է սկսվում այս սպանությունները, այս ամենի ոնց որ են վերջնակետն է, չէ՞, այսպես։ Դրա հետևանքն է։ Եվ որպեսզի նման բան կրկնվելու հավանականությունը զրոացվի կամ մոտեցվի զրոյին, պետք է արվի այն ինչ-որ ասեցիք ինչ առաջ, պետք է այս գնահատականները տրվեն, պետք է ձեռնարկվի պատասխանատվության ենթարկելու գործընթաց անձանց, բոլոր մեղավորներին եւ լուծվի այս հարցը, փակվի այս էջը։ Հիմա մենք այս պահին ինչ ունենք, ասենք նայեք, մենք այս պահին նոր քննարկում ենք Չիրեմուխաների գործը, չէ՞։ Չիրեմուխը կիրառած, ասենք 4 հոգու մասով գործը կարճվել է։ Մենք հիմա բողոքարկում ենք դա դատարանում։ Այնինչ ու այս մարդկանց մեղադրանք պատշաճ չի ներկայացվել։ Այս մարդկանց փոխանակ ներկայացնել միասնական դիտավորության շրջանակում կոնկրետ գործողություններ անելու համար, որոնք թեկուզ ենթադրենք չի ապացուցվել, որ չգիտեմ Պողոսը ուզեցել է սպանի ենթադրենք հա կոնկրետ անձի, բայց ինքը գործել է միասնական դիտավորության շրջանակներում ալտերնատիվ դիտավորություն ունեցել, հասկացել է, որ կրակի ենթադրենք այս ուղղությամբ չի բացառվում, որ կմահանա այդ մարդը, բայց կրակել է։ Հա։ Ասենք հա, հետո իր մահանա, թող մահանա տրամաբանությամբ, այո, հասկացանք, բայց դա հենց ալտերնատիվ դիտավորությամբ սպանությունն է։ Հիմա այս մարդկանց փոխանակ պատշաճ քրեաիրավական գնահատականներով գործերը դատարան ուղարկվեն, գործերը կարճում են, ասում է դե բան է, ժամկետն անցել է վաղեմության, մեղսագրվող հանցանքներ բանի մասին է, որ տենց մի քիչ սխալ է կիրառել զենքը, այ քեզ բան։ Մի կարևոր հարց
պարոն Եգորյան, մեր դատական համակարգում հաճախ է նման բան լինում, ամենամեծ այլանդակությունները, ասենք թե ջրվում են վաղեմության ժամկետի հետ կապված։ Սա ունի վաղեմության ժամկետ, թե չունի։ Միեդի որոշումը 17 տարի անց է արձակվել։ Եթե սա մտնում է մեր դատական համակարգ, կա ռիսկ, որ ջրվի վաղեմության ժամկետի բերումով։ Դե գիտեք, սա արդեն միշտ հաշվի ես առնում խելագարության կանխավարկածը կամ անմեղսունակության։ Երկուսն է շատ ակտուալ, ասեմ ձեզ, կանխավարկածներ են։ Միշտ պետք է բացառես այս երկուսը, այսինքն բացառվեն սկսվող խոսակցության մեջ, նոր հասկանաս, որ կարելի է շարունակել։ Հիմա իհարկե կա ռիսկ, բայց ինչի չկա։ Եվ вообще ռիսկ կա, որ ոչ մի բան էլ չի արվի։ Ենթադրենք, ասենք, չգիտեմ, ինչ-որ այնտեղ ինչ-որ դատախազ կամ ինչ-որ քննիչ կգա կզեկուցի, որ կասի դե շատ էինք ուզում անենք, բայց հասկացանք, որ բան չի լինում անել, օրինակ, ենթադրենք։ Միշտ էլ կա այդ ռիսկը, բայց պետք է հաղթահարվի այդ ոչ միայն ռիսկը, այլ նաև այդպիսի անմեղսունակությունը եւ անկարողությունը կարողներով փոխարինելով, կարողների պատվիրակելով, փոխեցի ավաբանների։ Մենք, այսինքն պատկերացնեք մի ամբողջ ժողովուրդ մինչ օրս գերի է այս իրադարձությունների, մինչ օրս չի կարողանում այս հիվանդությունը հաղթահարի։ Մի ամբողջ ժողովուրդ, մի ամբողջ պետություն, պետության այդ ժողովրդի վճարած հարկերով ապրող պաշտոնյաներ եւ ինչ որ մեկը գալիս է ասում բանը վաղեմության ժամկետ անց է ոչ վաղեմության ժամկետը տեսեք այսօր պատահաբար մի հատ թղթապանակ է վերցրել որտեղ որ բանը չգիտեմ որտեղից է մնացել ասում է ամեն ինչ քաղաքական է տեսեք իրավունքը դա եւս քաղաքական երևույթ է իհարկե եւ դա մի բան չի, որ ես առաջարկում եմ Հայաստանում արվի։ Երբ որ դու ունես հատուկ զգայուն խնդիրներ, որոնք խեղում են քո սահմանադրականությունը եւ խեղում են քո քաղաքական հասարակական կյանքը եւ ազդեցություն են շարունակում մեծ գործել եւ պահպանել, ապա դու պետքա չափ գործիքներ կիրառես, հա, adekvat գործիքներ կիրառես։ Եթե այդ գործիքների կիրառության համար անհրաժեշտ է փոփոխել վաղեմության կիրառությունը կամ վերացնել ընդհանրապես որոշ տեսակի հանցագործությունների կապակցությամբ վաղեմությունը, ուրեմն դու պետքա դա անես։ Այսինքն դրա համար գոյություն ունի կամք ձևավորող կառավարություն, գոյություն են առանձին մարմիններ, դատախազություն, ազգային ժողով, նախարարություն, դատախազություն, որոնք պետք է որը պետության անունից է նաև գործ։ Այդ քրեական քաղաքականությունը դրա մասին է, այսինքն ինքնին քրեական օրենսգիրքը տենց առանձնապես ինքն իրանով չի կարա գործի, հասկանում եք։ Տենց երկիր չկա, որ քրեական օրենսգիրքը դնես, ինքը իրան գործերն անի, այսինքն այն անձինք, ովքեր դա պետքա կիրառեն, պետքա ունենան քրեական քաղաքականության վերաբերել նվազագույն պատկերացում։ Ինչպիսի քրեական քաղաքականությունն է այս ժամանակաշրջանում, այս պետությունում անհրաժեշտ այս կամ այն հանցագործությունների կապակցությամբ եւ այդ քաղաքականությունը պետքա վերածվի օրենսդրության օրինակ, վաղեմության ժամկետների հետ կապված հարցի մասով, հա, եթե ինչ-որ մի տեղ կա մի հոդված, որը պետքա չունենա վաղեմության ժամկետ, ուրեմն պետքա չունենա վաղեմության ժամկետ։ Եվ ինչ-որ մի ուրիշ տեղ էլ կոնկրետ գործողությունների միջոցով իրականացվի, հա, այսինքն եթե դու պետքա ճիշտ այսպիսի գնահատական տաս քրեարի, ուրեմն պետքա տաս եւ ենթարկես պատասխանատվության մեղավորներին։ Հիմա վաղեմության ժամկետը դա անհեթեթագույն բան է, դրա մասին դեռևս 18-19 թվականին հիշում եմ, այն ժամանակ երևի շաբաթը մի 4 օր ձեր տաղավարում եւ այլ տաղավարներում հարցազրույցներ էինք տալիս այդ ռեֆորմների մասին։ Վաղեմության ժամկետը դա ոչ մի կերպ այսպես անձի պատասխանատվության, անձի հիմնական իրավունքներին եւ դրանց պաշտպանվածությանը չվերաբերող հարց է։ Վաղեմության ժամկետի փոփոխությունը, նույնիսկ եթե
գոյություն ունեցող X վաղեմության ժամկետը վերացվի կամ փոփոխվի ավելի մեծ վաղեմության ժամկետի, այն չի խախտում անձի ոչ կոնվենցիոն, ոչ սահմանադրական իրավունքները եւ դրա վերաբերյալ նաեւ Եվրոպական դատարանի դիրքորոշում էլ կա արտահայտված համապատասխան գործով, հասկանում եք։ Այսինքն, եթե դու փոփոխում ես վաղեմության ժամկետը, որևէ մեկը չի կարող գա ասի, որ այդ մինչև քո փոփոխելը իմ այս ինչ հանցագործության վաղեմության ժամկետն անցել էր, կիրառի իմ նկատմամբ վաղեմության, այտենց իրավունք գոյություն չունի, հասկանում եք։ Հիմա սա պետք է արվի, բնականաբար, եթե այստեղ պատասխանատուներ կան, պետք է արվի եւ պատասխանատվության ենթարկվի։ Այս կամ այն կամ բոլորը։ Բարև Եգորյան, քանի որ այո, իրավունքը քաղաքական է, մի հարց տամ, որը այսպես հատման կետին է մոտ։ Սա հարցը, որը վերաբերվում է մեր պետության, ընդհանրապես ինդիկատորը մեր պետությունը կայացած է թե ոչ։ Մեր պետությունը կարող է թե ոչ։ Այո, կարող է։ Որովհետև ստեղ մեղավոր է ճանաչված պետությունը։ Պետությունը ոնց է այս մեղքի տակից դուրս գալու, կարող է թե ոչ։ Արդարադատության նախարարին ես որպես ընտրող չեմ ընտրել։ Դատախազին եւս, բայց ես որպես ընտրող, ասենք կամ իմ նմանի մեծ մասը, հա, ընտրել է պարլամենտ, որտեղ կա մեծամասնություն, որը ընտրել է վարչապետ, եւ բնականաբար առաջին պատասխանատուն ինքն է։ Ժողովրդավարության ֆորումի ժամանակ ինքն ասաց, այո, կառավարությունը, որ ասում եմ, ես եմ նշանակում այս երկրում ամեն ինչի պատասխանատուն ես եմ։ Հիմա ես որ ասում եմ, ահա, խնդրեմ։ Ոնց ենք այս պատասխանատվության տակից դուրս գալու ինձ որպես ընտրողի եւ հարկատուի խնդրում եմ բացատրեք։ Եվ նա ասում է, դե սա իրավապահ մարմինների գործն է։ Սա նորմալ կլինի, թե չէ, հարցս մի քիչ հիպոթետիկ է։ Ինչ անելիք ունի, այսինքն, ինչ անելիք ունի այստեղ քաղաքական իշխանությունը, քանի որ այո, իրավունքը քաղաքական է։ Ժողովրդավարական երկրում, այո, իրավունքը քաղաքականությունն է ժողովրդավարական պետության։ Սա ճիշտ եմ հասկանում։ Այո, մեծամասամբ այո։ Այս վճռով Հայաստանի Հանրապետության ոչ միայն պատասխանատվությունն է ճանաչվել, այլ ինչը շատ ավելի ցավալի է, նաև հենց անկարողությունը Եվրոպական դատարանը նաև ճանաչել է Հայաստանի Հանրապետության 17 տարի շարունակվող անկարողությունը այս խնդիրները հասցեագրելու եւ լուծելու։ Սա չափազանց նվաստացուցիչ գնահատական պետք է լինի եւ չափազանց նվաստացուցիչ պետք է ընկալվի ինչպես յուրաքանչյուր պաշտոնյայի համար, այնպես էլ մեզ բոլորիս համար։ Դատանը ասել է դուք որպես պետություն անկարող եք նույնիսկ այսպիսի աղետալի խնդիրը լուծելու, բարձելու, պատասխանատվության ենթարկելու մարդկանց։ Սա շատ նվաստացուցիչ գնահատական է։ Եվ ասել, որ այս խնդիրը իրավապահներին է, ինքը եւ ճիշտ պնդում է, բայց նաեւ ոչ լիարժեք պնդում է։ Այսինքն իհարկե իրավապահ, այսպես պայմանական ասած իրավապահ համակարգը, հա, պետք է զբաղվի սրանով։ Ովքեր են այդ իրավապահ համակարգը։ Դա նախաքննություն իրականացնող մարմիններն են, հա, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմիններն են, որոնց ղեկավարների նշանակման եւ գործունեության համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ կառավարությունը։ Հետևաբար նաև այս մարմինների արդյունավետ գործունեության համար էլի շղթայաբար այդ պատասխանատվությունը հաղորդվում է մինչև առաջին գլխավոր պատասխանատու։ Գլխավոր դատախազության համակարգի համար, հա, պատասխանատու գլխավոր դատախազը, որին ընտրում է ազգային ժողովը եւ նաեւ կարող է ազատել կրկին ազգային ժողովը պաշտոնանկանել եւ հետեւաբար պատասխանատվություն է կրում
այս մարմնի համար նաև ազգային ժողովը անուղղակի պատասխանություն, որտեղ ինքն է ընտրել, այստեղ գործում է ներկայացուցչական ժողովրդավարության շղթան, եւ եթե գլխավոր դատախազը չի կարողանում դատախազության համակարգը կարգաբերել, մեծացնել դրա կարողությունը, վերականգնի կարողությունը, ուրեմն ինքն է դրա համար մեղավոր պատասխանատու եւ շղթայաբար նաեւ եթե դրան արձագանք չկա ազգային ժողովը։ Բայց միևնույն ժամանակ նաեւ կառավարությունը, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ասացի, քրեական քաղաքականություն մշակող մարմին ըստ էության միայն դատախազությունն է։ Այսինքն դատախազությունը որոշում է ինչպիսի քաղաքականությամբ իրականացնի քրեական օրենսգրքով նախատեսված, օրինակ հարցերի հանցագործությունների կապակցությամբ իր գործառույթները։ Եվ սրա նկատմամբ ոչ մեկ վերահսկողություն չունի, այլ հասկանալ, թե սա որտեղ պետք է քննարկվի եւ ով պետք է վերահսկի։ Սա եւս կարևոր եւ գործադիր եւ օրենսդիր մարմինների պատասխանատվության հարց է, որովհետեւ եթե դա չի արվում, դրա համար միևնույնն է ի վերջո քաղաքական իշխանությունն է պատասխանատու։ Հիմա եթե ոչինչ չի արվում եւ չի արվի, ապա նշանակում է պետք է այնպիսի քաղաքական միավոր ձևավորվի, որը ստանձնում է այդ պատասխանատվությունը, բացահայտում է այդ պատասխանատվության իրականացման իր պատկերացումները եւ իր ընկալած ճանապարհները եւ դա եւս դնում է քվյասեղանին մարդկանց արժեվ, իրեն ընտրողների արժեվ եւ որպես ծրագիր եւ այնուհետեւ որպես հաշվետվողականություն։ այո։ Հիմա ի վերջո այսպես բաներ չկան, բացարձակապես վակուումում գործող եւ բացարձակապես ավտոնոմ գործող մասնիկներ չկան պետությունում։ Այդպես չի լինում, էլի, Հիմա ամեն մեկը ինչ որ բանի համար պատասխանատու է, հետո այդ ինչ որ մեկի համար էլ տարբեր մեկերն են պատասխանատու եւ այդպես շարունակ։ Մեզ պատասխանատվության շղթան, այո, ի վերջո գալիս է քաղաքական խմբի եւ նաեւ այս պահին մեծամասնություն ունեցող խմբի վրա է հանգում։ Չկա այդտեղ ուրիշ մեկնաբանության խնդիր։ Պարոն Եգորյան, մի հարցով եմ ուզում ամփոփենք, մենք շատ ենք խոսել այն մասին, որ Հայաստանում փաստորեն պետական հեղաշրջում տեղի ունեցավ 1998 թվականին, որի արդյունքում ձևավորվեց կրիմինալ դիկտատուրա եւ ինչն էլ բերեց հանգեցրեց ի վերջո մի քանի ալիքներ անհաջող, բողոքի տեղի ունեցան, այդ թվում նաեւ 2008-ին, բայց 2018-ին ի վերջո այդ կրիմինալ դիկտատուրան տապալվեց, սակայն ելնելով հասարակական համերաշխության ինչ-ինչ պատկերացումներից որոշվեց, որ այդ անցած 20-ամյա դիկտատուրային գնահատական տալ այդքան էլ ճիշտ չի։ Եվ փաստորեն ես իմ սուբյեկտիվ կարծիքով այս դատավճիռը նաև գնահատականն է ըստ էության այդ կրիմինալ դիկտատուրայի իր ասենք հզորության պիկին արած չարածին։ Սրանից այսպես ասենք իրավաքաղաքական գնահատականներ արդյոք չեն բխում մեր պետության համար, հենց պետության շահերից ելնելով, ոչ թե իշխանության, ոչ թե մեր անձնական, ասենք արժեբանական նախասիրություններից, այլ զուտ չոր պետության շահերից, պետության կայացման շահերից ելնելով։ Համեցեք։ Իհարկե բախում են։ Պարզագույն մի բան, ասենք, օրինակ, այստեղ արձանագրվել է ոստիկանական ուժերի եւ ներքին զորքերի եւ այլ միավորների այս օրինակ գործողությունների կապակցությամբ անպատրաստությունը։ Հիմա պատրաստ են իրենք օրինակ
վերապատրաստումներ անցել են, թե չէ։ Չէ, վերապատրաստում անցնելու մասին լսել եմ, բայց պատրաստ են թե չէ, չգիտեմ։ Ես չեմ լսել, որ կոնկրետ այս նպատակով, օրինակ այսպիսի զանգվածային միջոցառումների կապակցությամբ իրենց կիրառության առումով համապատասխան եւ adekvat պատրաստվածություն են անցել։ Ես չգիտեմ, հետեւաբար այս մեղադրանքը օրինակ մնում է ակտուալ։ Այսինքն այս պահին է կարողա դեռ պատրաստ չեն մեր հասարակական կարգի պահպանության կամ պաշտպանության համար պատասխանատու ուժերը։ Հիմա իրանց զինանոցում այն զինատեսակները, որոնք որ չէին կարող ընդհանրապես կիրառվել, դեռ ժամկետանց ռուսական զիբիլը, որ օրինակ, այո, արկա է թե չէ, կիրառվում է թե չէ, փոխարինվել է օրինակ այլ տիտանի եւ համաչափ միջոցներով, ուրեմն էլի ակտուալ է այդ հարցը։ Դե մնացը արդեն քննարկեցինք, այս քրեական գործով ինչ է արվում, այս քրեական գործով ինչ է արվում, բացի առանձին բուժուր կտորներ կարճելուց, ինչ է արվում։ Հետևաբար այս ամենը ակտուալ է, այս ամենի կապակցությամբ ամեն օր անելիք կա, հետևաբար այնքան արագ եւ ինտենսիվ ու արդյունավետ պետք է արվի, որ մենք կարողանանք գոնե մի քանի տարում սպառենք, ավարտենք այս էջը կարողանանք փակել։ Եվ ի վերջո նաեւ պատասխանատվության ենթարկենք, նայեք, պատասխանատվությունն էլ ինքը անպայման պետք չի դա անցալել որպես ինչ որ մեկին գլխատել կամ կախախն հանել, չէ։ Քրեա իրավական գնահատական ներսում, չէ։ Հա։ Ի վերջո կարող է ինչ որ մեկը նաև ազատազրկման ձևով պատասխանատվություն չկրիել, բայց կարևորը որ ֆիքսվի։ Հա, օրինակ լյուստրացիան ինչի մասին է, հոներա մասին չի, որ սաղին հավաքելու ես ու հրդեհես այսպես ասած, չէ՞, դրա մասին չի, չէ՞։ Հիմա քրեա իրավական պատասխանատվությունն էլ միշտ նրա մասին չի։ Ինչ է կարծում։ Սա կարող է հիմք դառնալ, ասենք, պետության լյուստրացիայի մասին քաղաքական որոշման համար։ Նայեք, ձեր նկարագրած շղթան է ավելի շատ հիմք, հա, երբ որ մենք սկսում ենք քննարկումը, ես ճիշտ ասած մի քիչ էլ հետ կգնայի, բայց թեկուզ եթե 98-ից եք սկսում, ես գոնե 97-ից կարելի է սկսել, 99-ը շատ կարևոր բան է, դա չնշեցիք, հոկտեմբերի 27-ը դա եւ ընդ որում հոկտեմբերի 27-ի նախապատրաստական աշխատանքները, քաղաքական սպանությունները, լրջագույն քաղաքական գործիչների մահերը, այնուհետև արդեն վերջնական, այսպես ասած, արարը, որը եւ կոնսոլիդացիան կրիմինալ դիկտատուրը հաջորդող այդ իրադարձությունները 2003-4, ի վերջո 2007-8-ը բա ինչ է, եթե չէ եւ ոչ միայն լյուստրացիայի լուրջ խնդիր է, որ ըստեյության հենց հիմա եւս մինչեւ այսօր քայքայում է մեր սահմանադրական կյանքը։ Այսինքն այս պահին ինչ է մեր տեղեկատվական, հաղորդակցական, տնտեսական, ֆինանսական, որոնք լրջագույն ազգային անվտանգության ոլորտներ են, իրավական եւ քաղաքական գործունեությունը Հայաստանում անընդհատ խեղվում է եւ նաեւ որոշ առումով դեռ խեղված է մնում, չի կարողանում ուշքի գալ այդ ամենի պատճառով, ինչ մենք ունեցել ենք նախորդ այդ 20 տարիների ընթացքում։ Պետք է հասցեագրվի ինչ որ եղանակով, թե մենք պետք է դեռ շարունակենք այս տանջամահ լինել։ Ես շատ կուզենայի, որ ձեր այդ վերջին հարցադրումը հռետորական բնույթ չկրեր, այլ սա ուղիղ հարց է, ուղղված թե վարչապետին, թե արդարադատության նախարարին, թե գլխավոր դատախազին, թե դատական իշխանությանն իր բոլոր ատյաններով եւ թե իրավաբանական հանրությանը։ Ես մեկին էլ կավելացնեի, մի խումբ էլ կավելացնեի, շատ կարևոր է, բացի այս թվարկվածից ձեր, նաև բոլոր նրանց, բոլոր այն անհատներին կամ խմբերին, որոնք կարողություն չեն դրսևորում, մանր միջանձնային խնդիրները հաղթահարելու եւ համախմբվելու եւ
կոնկրետ խնդիրներ լուծելուն ուղղված քաղաքական հայտեր ներկայացնելու։ Նաև դրանց է ուղղված։ Այո։ Որտեվ այդ մարդիկ, այդ խմբերը մեծ հաշվով հավասարապես նպաստում են չկարողանալով եւ անկարողություն դրսեւորելով հրապարակ գալ որպես կարող եւ գործունյա քաղաքական խմբեր, իրանք նպաստում են այս իրավիճակին։ Իրանք ոչ մի կերպ չեն օգնում։ Չերչիլի ասածն է, հա, որպեսզի սրիկաները հասնեն իրենց նպատակներին, շատ բան պետք չէ, ընդհանրապես պետք է որ լավ մարդիկ ոչինչ չանեն։ Շնորհակալ եմ, պարոն Եգորյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումների, գնահատականների եւ առաջարկությունների համար, նաեւ այդ պարզաբանումների, հա, իրավաբանական լեզվից պարզ հայերենի թարգմանելու համար, ինչը շատ անհրաժեշտ է մեր հեռուստադիտողներին եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար, մենք ուշով հետևելու ենք այս գործի ընթացքին եւ պարբերաբար դիմենք ձեզ մեկնաբանությունների համար։ Շնորհակալ եմ, պատրաստ։ Մի շնոր հանդիպում ամենայն բարիք։ Ամեն բարիք։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր, իրավաբան, իրավագետ, փաստաբան Տիգրան Եգորյանի հետ։ Լսեցինք իր դիտարկումները եւ գնահատականները կապված մարտի 1-ի դեպքերի շուրջ այդ Միեդի կողմից ընդունված դատավճռի եւ Հայաստանի Հանրապետության կողմից դրանից բխող գործողությունների մասին։ Կարճ դադարից հետո կհանդիպենք, մնացեք առաջին լրատվականի հետ։ Լամինատներ ընդամենը 2390 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Եվրոպական լավագույն արտադրողների լամինատե հատակներն իդեալ համակարգում են։ Ձեռք բերեք բելգիական Berialog, լեհական Chronopol, ավստրիական Kendall աշխարհարչակ ապրանքանիշերի էկոլոգիապես մաքուր, ջրադիմացկուն, քերծվածքակայուն եւ չդեֆորմացվող լամինատե հատակների լայն տեսականին իդեալ համակարգի խանութ սրահներից։ Լամինատե հատակների նշված տեսականին ձեռք բերեք ընդամենը 2390 դրամով 1 քառակուսի մետրի համար։ Գործում է նաև 16 ամիս 0% ապառիկ։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ։ 28 տարի դեպի կատարելություն։ Երեք, երկու, մեկ, գնացինք, աննախադեպ ակցիա իդեալ համակարգում, գնեք 3 քառակուսի մետր սալիկ և ստացեք ևս 2 քառակուսի մետրն ընդամենը 1 դրամով, եվրոպական լավագույն արտադրողների ավելի քան 3000 տեսակի ոճային սալիկներ 1 հարկի տակ աննախադեպ պայմանով, գործում է նաև ապառիկ վաճառք 18 ամիս 0% տոկոսադրույքով, կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ, մանրամասները idealsystem.am, իդեալ համակարգ, 28 տարի դեպի կատարելություն։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Օգոստոսի 8-ի համաձայնություններում որոշակի փոփոխություններ այսպես գեներացվեցին մեր տարածաշրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները
իհարկե լինելով պետության ղեկավարներ եւ ըստ էության քաղաքական հայտարարություններով հանդես գալով ասում են վերջ կոնֆլիկտ չկա մեզ մոտ խաղաղություն է այլևս խաղաղություն է գնում ենք առաջ բայց այնուամենայնիվ իներցիան պահպանվում է այն որ իրողությունը փոխվել դա փաստ է փոփոխված իրողությունը նաև հանրային քաղաքականության որոշակի փոփոխություն է եւս ենթադրում ամենայն դեպս կոռեկցիայի անհրաժեշտությունն այստեղ ուղղակի հրամայական է մենք տեսնում ենք որ Ադրբեջանի ղեկավարը տարբեր միջազգային հարթակներում կարծեք թե շատ ծանր իներցիայի տակ է եւ դժվարությամբ է այն հաղթահարում կամ էլ չի ուզում հաղթահարի Օրինակ չինական այդ գագաթնաժողովի ժամանակ էլի խոսեց Զանգեզուրի միջանցք մեկ մյուս եւ արժանացավ Հայաստանի վարչապետի ուղղակի նկատողության այնտեղ հիշեցում եւ հիշեցմանը թե ինչի մասին է փաստաթուղթ ստորագրել ընկեր ջան այնտեղ ուրիշ բանի մասին է գրած ոնց որ թե մոռացել ես ՄԱԿ-ի ամբիոնից ըստ էության նա խոսեց այն մասին, որ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել, մինչ Հայաստանը կապիտուլյացիայի չի ենթարկվել։ Հետո իհարկե այդ խոսույթն, այսպես ասած, ի հավելումը խոսվում է այն մասին, որ մենք նոր դարաշրջան ենք սկսում եւ այդպես շարունակ։ Շատ լավ ընդունենք, այո, այլևս խաղաղություն է վերջ, բայց հիբրիդային պատերազմը Հայաստանի դեմ ավարտվել է Ռուսաստանի կողմից որ հաստատ ոչ դե իսկ Ադրբեջանն էլ կարծեք թե որոշակի մոդիֆիկացիայի է ենթարկում որովհետև այնուամենայնիվ որքան էլ որ Ալիևի Ադրբեջանը խաղաղ հարևանի է վերածվում բայց դեմոկրատ չի դառնում իսկ ավտորիտար ռեժիմը այսպես հոլանդական տիպի դեմոկրատիայի միանգամից չի վերածվելու եւս իսկ դեմոկրատիաների դեմ հիբրիդային պատերազմ սանձազերծում են ավտորիտար ռեժիմները դա ինչպես ասում են բժշկական փաստ է փորձենք հասկանալ թե որտեղ է մեր անելիքները այդ հանրային քաղաքականության հանրային դիսկուրսներում այդ կոռեկցիայի կա արդյոք անհրաժեշտություն գուցե ես եմ սխալվում Եվ եթե կա, ապա ինչպիսին, փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, մեր հյուրն է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդուխանյանը, բարև եք եկել, պարոն Օրդուխանյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ ձեզ տեսնել։ Փոխադարձ Շնորհակալ եմ։ Եվ ուրեմն դուք ուշի ուշով հետևում եք այս այսպես ասենք ռետորական էվոլյուցիային, որում թե Հայաստանում, թե Ադրբեջանում, թե Հայաստանի եւ Ադրբեջանի հերու մոտի գործընկեր պետությունների մոտ, հա։ Ընդհանրապես այդ օգոստոսի 8-ից սերող մեր այս տարածաշրջանային տրանսֆորմացիաներին, հա։ Այս ամենը նաև եթե սխալվում եմ ինձ ուղղեք, ենթադրում է որոշակի տրանսֆորմացիա նաև մեր հանրային քաղաքականության, այսպես առաջնահերթությունների մեջ եւ կոռեկցիա որոշակի թե ընկալումների, թե դրա ռեֆլեքսիայի, հա։ Ինչ դիտարկումներ ունեք այստեղ, համեցեք։ Շնորհակալություն։ Նկատենք, որ օգոստոսի 8-ը իսկապես որպես պատմական իրադարձություն, որքան էլ ոմանք փորձեն արժեզրկել դա, բայց այնուամենայնիվ դա պատմական իրադարձություն է, ցույց տվեց, որ այս տարածաշրջանում ձևավորվում է ուժերի նոր հաշվեկշռի, որտեղ տարածաշրջանային պետությունների մեջ մեկը չէ, որ ունենալու է գերակա դիրք, ինչքան էլ որ ցանկանար, խոսքը Ադրբեջանին է վերաբերում, այլ տարածաշրջանում պայմանական, ասենք, նույնիսկ որոշակի պարտություն կրող սուբյեկտը այնուամենայնիվ իր շահերը ներգրավվելու եւ տարածաշրջանային քաղաքականության մաս դառնալու իրական
շանսեր ունի։ Սա փոխում է ընկալումները տարածաշրջանի վերաբերյալ մեր տարածաշրջանային պետությունների, այդ թվում Իրան, Թուրքիա, Ռուսաստանի Դաշնություն եւ արտատարածաշրջանային տերությունների, այս պարագայում Միացյալ Նահանգներ, Եվրոպական միություն, Չինաստան եւ Հնդկաստան։ Այսինքն այն սուբյեկտները, որոնք այս տարածաշրջանի հետ կապված ունեն շահեր, ունեն նախագծեր եւ բնականաբար նաեւ հեռանկարներ քաղաքական տեսանկյունից։ Ինչ վերաբերում է մասնավորապես Հայաստանին եւ Ադրբեջանին, այո ճիշտ նկատեցիք, որ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել քաղաքականության մեջ, որը ես կբաժանեմ երկու մակարդակի՝ խոսութային դիսկուրսի մակարդակ եւ գործնական քաղաքականություն։ Եվ մենք տեսնում ենք, որ ի տարբերություն Հայաստանի խոսույթի եւ քաղաքականության, որն ամբողջությամբ ուղղված է խաղաղությանը, եւ խոսույթում է դա ընդգծվում եւ գործնական քայլերում ներդաշնակություն։ Այո, այստեղ խոսույթը համապատասխանում է գործնական քաղաքականությանը, որը ժողովրդավարության ցուցիչ է։ Եվ սրա վերաբերյալ բազմաթիվ հետազոտություններ կան, այդ թվում նաև մասնագիտորեն իմ կողմից արված եւ հրապարակված, եւ Ադրբեջանի խոսույթը, որը գործնականում տարբերվում է այն քաղաքականությունից, որը որ նա վարում է։ Հիմա ես կուզեմ փաստերով անդրադառնալ, որպեսզի ընկալումը լինի շատ ավելի խորքային։ Ինչ էր ասում Ադրբեջանը, Ադրբեջանն ասում էր եւ գուցե նաեւ շարունակում է այսօր ասել արևմտյան Ադրբեջան, շրջանառում այդ նարատիվը, Զանգեզուրի միջանցք, Հայաստանի կապիտուլյացիա եւ այլն եւ այլն։ Հիմա այդ օգոստոսի 8-ի Երակոմ հայտարարություն եւ Վաշինգտոնյան համաձայնություններ տեքստի մակարդակում ամբողջությամբ այլ պատկեր են։ Այսինքն չկա Զանգեզուրի միջանցք, չկա Ադրբեջան, արևմտյան Ադրբեջան, չկա Հայաստանի կապիտուլյացիա, հակառակը կա Ադրբեջանի, այդ թվում նախագահի մասնակցությամբ ստորագրված փաստաթուղթ, որտեղ կա թրիփ Թրամփի ճանապարհը, ուղին, որը անցնում է Հայաստանի Հանրապետության տարածքով, որը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իրավազորության տակ է։ Եվ սա այն փաստաթուղթն է, որի տակ ստորագրել է նաեւ Ադրբեջանի նախագահը։ Հետևաբար նրա գործնական քաղաքականությունը եւ շրջանառող գործածող քաղաքական խոսույթը իրարից խիստ տարբերվում են։ Հիմա հասկանանք ինչու է այդպես։ Որտեւ սա բնորոշ է ավտորիտար վարչակարգի։ Ավտորիտար առաջնորդի խոսույթը տարբերվում է այն գործնական քաղաքականությունից, որ նա իրականացնում է, եւ քանի որ ինքը ավտորիտար լիդեր է, Ալիևը, եւ իր հասարակության եւ հանրությանը սնուցել է կամ մոբիլիզացրել է այդ կեղծ նարատիվներով, ինքը չի կարող այսօր անմիջապես դրանցից հրաժարվել, որովհետեւ դա կթույլատնի իր միանձնյա իշխանության հիմքերը, այսպես ալֆա ворցի կերպարին կխփի։ Այո, որտեղ ինքը ասում էր մի բան, հիմա ինքը ինչպես պետք է բացատրի օրինակ իր հասարակությանը, որ ինքը ասում էր Զանգեզուրի միջանցք պետք է լինի, մենք ոնց ուզենք գնանք գանք, բայց գնացել է ստորագրել է թրիփ անվանմամբ ուղու տակ, որտեղ լինելու է ինքնիշխանություն, սուվերենություն, տարածքային ամբողջականության հարգանք եւ իրավազորություն։ Դուրը կծեծես, քեզ կբացեն եւ կորոշեն գնաս թե չգնաս, դու կգնաս եւ այո, եւ դա նաեւ փոխադարձության եւ փոխադարձ առավելություններով, այսինքն ինչպես ինքը կօգտվի, այդպես էլ Հայաստանը պետք է օգտվի ճանապարհներից։ Հիմա ինքը իր հասարակության ինչպես բացատրի, որ ինքը ասում էր Զանգեզուրի միջանցք, այսպես պետք է լինի, բայց մի ուրիշ բան է ստորագրել։ Բարձա պետք է շարունակի այդ կեղծ նարատիվը։ Դա ներկայացնելով որպես այդ Զանգեզուրի միջանցք, ինչի մասին ինքը հոխորտում էր, ինչը իրականության մեջ գոյություն չունի եւ չի էլ կարող ունենալ։ Հաջորդը Հայաստանի կապիտուլյացիա։ Բնականաբար իր հասարակությունները տեսնում, որ Հայաստանը կապիտուլյացիայի չի ենթարկվել, որտեղ կապիտուլացված երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարց չի կարող լինել այս պարագայում, եթե կապիտուլյացիա է, չէ՞։ Չի կարող լինել բանակ, վերազինվող, պաշտպանական կարողությունները զարգացնող, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացում իրականացնող։ Սա էլ մյուս թեզն է։ Եվ բնականաբար արևմտյան Ադրբեջան կեղծ մյուս նարատիվը, որովհետև եթե ինքը ճանաչում է արդեն Ալմաթայի հռչակագիր, ճանաչում է եւ ստորագրում է այս փաստաթղթերի տակ, հետեւապես Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մեջ արևմտյան Ադրբեջան լինել չի կարող։
եւ ինքը իր խոսույթը ամբողջությամբ հակասում է այն բովանդակությանը փաստաթղթերի, որոնց տակ կա հենց իր ստորագրությանը։ Բայց քանի որ ինքը ավտորիտար լիդեր է, ինքը պետք է շարունակի այդ հոխորտանքը եւ այդ թվում նաեւ միջազգային տարբեր բարձր հարթակներից, թեկուս ՄԱԿ-ից, ելույթը եւ այլն, չնայած գործնական քաղաքականության մեջ իրողությունները շատ այլ կերպ են եւ Հայաստանի Հանրապետությունը ի հեճուկս նրա ցանկությունների, ջանքերի եւ արտաքին հովանավորների պահպանել է եւ սկսում է ամրապնդել իր ինքնիշխանությունը, նաեւ պահպանելով իր իրավազորությունը իր տարածքի նկատմամբ այն ճանապարհի, որով Ադրբեջանը կցանկանա անցնել։ Պարոն Օրդոխանյան, ամենայն դեպս այս խոսույթները, որոնք ցած լավագույն դեպքում իներցիայով դեռ շարունակվում են, դեռ որոշ ժամանակ էլ կշարունակվեն, այսպես ասենք, շատ լավ կեր են հանդիսանում Ռուսաստանի կողմից մեր դեմ հրահրված այս եւ տարվող նաեւ ուժգնացման բոլոր նախադրյալների արկայությունն էլ մենք տեսնում ենք այս պայմաններում այդ խմբերը սկսում են օգտագործել Հայաստանում ժողովրդավարությունը խարխլելու, Հայաստանի խաղաղ ընթացքը խարխլելու եւ Հայաստանը ռուսական շահերի այդ սայլին նորից կցելու, հեծնելու համար։ Մենք այստեղ ինչ անելիք ունենք եւ ըստ էության, այո, Ադրբեջանն ըստ էության որպես բութ գործիք, հա, ռուսական այս հիբրիդային պատերազմում, իսկ Ադրբեջանի զինված ուժերը որպես դրա ռազմական բաղկացուցիչ այլևս դեմոտիվացված է Բաքուն եւ չի մասնակցում դրան, բայց հիբրիդային պատերազմում Ադրբեջանը դառնում է նարատիվների մատակարար։ Այո, պաս է տալիս ռուսներին, ռուսական ազդեցության խմբերն այստեղ դրանք սկսում են դնել շրջանառության մեջ, մանիպուլացնել, դրա վրա ինչ-որ լեգենդներ աճացնել, դեզինֆորմացիա ձևավորել, հա, դեզինֆորմացիոն հոսքեր եւ այլն։ Պետությունն էլ մեր տեսնում ենք ինստիտուցիոնալ առումով պատրաստ չէ դրան, ամեն ինչ հույսը դրել են մարդկանց մեդիա գրագիտության վրա եւ քաղաքացիական գիտակցության բարձր մակարդակի վրա։ Ուրիշ բան չկա։ Տեսեք, մենք նշում ենք հիբրիդային, բայց կոնկրետ դրսևորում ունի, դա տեղեկատվական հոգեբանական պայքար է եւ մենք տեսնում ենք Ադրբեջանի կոչված այդ եւ քանի որ հանրությունը այսօր այդ դաշտում է ակտիվ եւ տեղեկատվական տեխնոլոգիաների այս առատությունը հաշվի առնելով, բնականաբար այդ հիբրիդային կարողությունները փորձում են օգտագործել այս դաշտում տեղեկատվական եւ հոգեբանական եւ Հայաստանում այո կան խմբեր, որոնց համար դա քաղաքական կերակուր է իշխանության դեմ թեզեր մշակելու, որովհետեւ եթե մենք մի փոքր ուշադիր նայենք այն թեզերը, որոնք այսօր որպես մեղադրանքներ ուղղվում են իշխանությանը, դրանք իրենց բովանդակությամբ համապատասխանում են այն խոսույթին, որը շրջանառում են Հայաստանի դեմ հիբրիդային տեղեկատվական հոգեբանական պատերազմ մղող սուբյեկտները։ Մեկին-մեկ։ Հիմա իրենք են էլի պնդում Զանգեզուրի միջանցքեն ինչ որ ասում է օրինակ Ալիևը, իրենք են պնդում, որ Հայաստանը կապիտուլացվել է եւ այլն եւ այլն։ Տեսակը վերանում։ Ահա, ես ուզում եմ հիշեցնել այդ օրերին կային մարդիկ, ովքեր ասացին, որ սա Հայաստանի վերջակետն է այս համաձայնությունները եւ միջանցք է տրված Սյունիք այլևս կորսված է եւ այլն։ Հիմա ուր են այդ մարդիկ եւ արդյոք կարող են պնդել իրենց թեզերը։ Հիմա ես ասեմ, իրենք ինչու են դա ասում։ Տեսեք, մեր իրականության մեջ էլ երկու տիպի մրցակցող խոսույթ է ձևավորվել՝ խաղաղության եւ պատերազմի։ Հիմա այն սուբյեկտները, որոնք իրենց ամբողջ քաղաքական ուղին, քաղաքական պլատֆորմը ընտրազանգված են իրենց կողմը ներգրավելու ջանքերը կառուցել են պատերազմի խոսույթի վրա, այսինքն վախեցնելով, որ այսա վաղը պատերազմա լինելու, պատրաստվեք, մենք էս եւ այլն եւ այլն։ Իրենք հիմա չեն կարողանում հրաժարվել այդ թեզից եւ մերժում են խաղաղության խոսույթը։ Եվ հետեւապես, եթե իրենք իրենց տարիներով կառուցել են իրենց քաղաքական պլատֆորմը այդ խոսույթի վրա, այն վերլուծական դաշտը, որ այդ թեզերը սպասարկել է, չէ՞ որ իրենց տարիների վերլուծությունները, կեղծ հետազոտությունները, կանխատեսումները դրանք զրոյացել են։ Այո։ Եվ հիմա ստացվում է, որ եթե իրենք էլ չէ ավտորիտար հակումներ ունեն,
Եթե իրենք են հրաժարվում իրենց խոսույթից, բնականաբար իրենք դա կարող են անել, եթե դեմոկրատական ձգտումներ ունենան, բայց այն սուբյեկտները, որոնք ասում են մենք Ռուսաստանի Դաշնության հետ պետք է միութենական պետության մաս լինենք, ոնց կարող են լինել դեմոկրատական ձգտումներ ունեցող քաղաքական ուժեր։ Եվ այստեղ քաղաքական տեսանկյունից ամեն ինչ հստակ է եւ պարզ է, եւ հետեւապես այսօր Հայաստանում պատերազմի խոսույթը պարտվում է խաղաղության խոսույթին։ Սա չի նշանակում, որ խաղաղությունը արդեն միանշանակ հաստատվել է, բայց որ խաղաղության համար իրատեսական նախադրյալներ են ստեղծվել եւ կան երաշխիքներ, որ այդ խաղաղությունը կարող է իրականություն դառնալ։ Իսկական, խաղաղություն ասվածը միշտ էլ պայմանական է եղել, եթե մենք նայում ենք միջազգային հարաբերություն, դա ինչ-որ ժամանակահատված է, կարողություններ են եւ շահեր են։ Եթե մենք կարողանում ենք այդ ժամանակահատվածում մեր շահերը փոխհամաձայնեցնել եւ դրանք իրականության կոչել ներգրավելով նաեւ խոշոր ակտորներ են, ինչ որ Հայաստանի Հանրապետությունը արեց, այո, մենք ստանում ենք այդ խաղաղության պատկերը։ Եվ այսօր Ադրբեջանը չի կարող ռազմական ագրեսիա անել, փաստացիորեն, բայց այդ նարատիվներով էլի փորձելու է այդ հիբրիդային գործիքները օգտագործել, որպեսզի մի փոքր իր այսպես հեղինակությունը չգցի գետնին, որովհետև ուրիշ բան էր ասում 20 թվից հետո, նույնիսկ մեր առաջին նախագահն ինչ էր ասում 21 թվին տված հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը ասում էր Ղարաբաղի հարցի բանալին Ռուսաստանի ձեռքերում է, չէ՞։ Չէ՞։ Այսինքն հիմա ինքն մարդներով այդ շարժման հիմնադիրներից էր, սկսողներից էր, իր օրոք շատ փաստաթղթեր էին ստորագրել։ Բայց հետո էլ ասաց, որ բայց Ռուսաստանը կորցրել է։ Այդ ասեց երբ որ ցավոք սրտի նաև Արցախը կորսվեց այդ իմաստով, հա, բայց այդ բանալին կարող է փոխանցել, չի կորցրել։ Սրանք տարբեր եւ այստեղ հարց է առաջանում, այդ բանալին ինչ էր հայտնվել Ռուսաստանի ձեռքերում, եթե պատերազմում հաղթել էինք մենք։ Այնպես որ սրանք այլ հարցեր են եւ այլ թեմա է, բայց այնուամենայնիվ ռուսական գործոնը կա, ակնհայտ է եւ որքան էլ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները այսպես հակադրվեն կամ սրվեն, այնուամենայնիվ բոլորին է հայտնի, որ Արցախի հարցը լուծվեց հօգուտ Ադրբեջանի փաստացիորեն ֆիզիկապես ռուսական գործոնի ներկայության պայմաններով։ Սա պատմական իրողություն է։ Պարոն Օրդոխանյան, տեսեք, այո, մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ այս հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ շրջանառվող այս նարատիվները հատ-հատ հերթով այսպես լյուստրացիա են լինում, ջարդվում են, որակազրկվում են, զրոյանում են։ Հիմա մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ, այո, եթե Աստված մեզ խնայել է, մենք ռուսների հետ չունենք ընդհանուր սահման, Ադրբեջանն ունի։ Եվ ոչ միայն ցամաքային, այլև ունի խոցելիություն Կասպից ծովում, որտեղ ռուսական բացարձակ եւ անվերապահ ուժային գերակայություն է, դա փաստ է։ Եվ Ադրբեջանը ուղղակի ձգտելով ընդհանրապես ոնց որ գերեզմանակար չդնել, ասենք ասենք իր ձեռքով Ռուսաստանի վրա մեր տարածաշրջանում խաղաղության պայմանագիրը Հայաստանի հետ չի ստորագրում, բայց նախաստորագրում է, բայց չստորագրելու համար էլ ինչ որ իբր հարգելի պատճառաբանություններ էր մի քանի հատ բերում, այդ ամեն ինչը ջրվեց գնաց այս օգոստոսի 8-ով, հիմա մնացել է վերջին կռվանը սահմանադրություն։ Դա ազնիվ մտահոգություն չէ, որովհետև բավական է ստորագրել այդ պայմանագիրը եւ պայմանագրի դրույթները, նույնիսկ ձեր ազնիվ մտահոգությունները մեր սահմանադրության հետ կապված վերացնում են։ Բայց Ադրբեջանը շարունակում է սա անել եւ ես իմ սուբյեկտիվ կարծիքն ունեմ այստեղ, որ Ադրբեջանն այստեղ էլի այս IPSO-ի տրամաբանության մեջ այդ informational psychological special operation, հա, տեղեկատվական, հոգեբանական հատուկ օպերացիայի տրամաբանության մեջ, այո, պասեր է տալիս Ռուսաստանին։ Մի կողմից եւ մյուս կողմից ուղղակի հարամում է մեր մոտ կենսական անհրաժեշտություն
իրենից ներկայացնող սահմանադրական process-ը։ Տեսեք, մենք մի խնդիր ունենք եւ շատ կարեւոր խնդիր ունենք մեր տեղեկատվական դաշտը գուցե կամ ակամա, բայց այնուամենայնիվ այդ նարատիվներին կյանք է տալիս մեր հասարակության մեջ եւ դրանք դառնում են մեր քննարկման երևի թե ամենաառանցքային հարցերը։ Կոպիտ ասած ուտում եւ փսխում են մեր վրա։ Եվ այստեղ դա բավականին լուրջ խնդիր է, որովհետեւ ստացվում է, որ Ադրբեջանը կարողանում է մեր ներքին լսարանի համար, մեր ներքին խնդիրներում շրջանառել թեզեր, որոնք դառնում են մեր համար երբեմն գերակա քննարկման առարկա եւ այստեղ մենք թե պատկան մարմինների, թե նաեւ մեր տեղեկատվական դաշտի պատասխանատուների պրոֆեսիոնալ ավելի աշխատանքի կարիքը անպայմանորեն ունենք։ Մենք մեր թեզերը պետք է շրջանառենք եւ ավելի հասանելի եւ ընկալելի դարձնենք մեր հանրությանը, քան հակառակը բերենք մեր դաշտում սկսենք ծամծմել այն թեզերը, որոնք որ հենց այդ նպատակն էլ հետապնդում են, այսինքն պահպանել որոշակի ազդեցություն մեր հանրային գիտակցության վրա։ Սա նույնպես գործիք է, որը Ադրբեջանը այսօր փորձում է շրջանառել, նույնը անում է նաև Ռուսաստանի Դաշնությունը իր տեղեկատվական, աղբյուրների միջոցով։ Ինչևէ, հիմա մենք պետք է հասկանանք իրավիճակը, որը փոփոխվում է, եւ այդ սահմանադրության հարցը, որը որպես պատրվակ Ադրբեջանը բերում է, սահմանադրության փոփոխությունը պայմանավորված չէ եւ կապված չէ ադրբեջանական նարատիվով, բայց իրենք կարողանում են դա այնպես փաթեթավորել, որ մենք սկսում ենք քննարկել, որ իրենց ցանկությամբ է, որ Հայաստանում պետք է սահմանադրություն փոխվի։ Հիմա եկեք այս փաստարկումն էլ ես նշեմ եւ այս հարցը գոնե տրամաբանական դաշտում մենք համարենք լուծված։ Տեսեք, անկախության հռչակագիրը, որը որ կա եւ որտեղ կա հղում, որից մտահոգվում է Ադրբեջանը եւ այդ հղումը մեր սահմանադրության մեջ, այսինքն անկախության հռչակագրին է ուղղված, այդ միավորման հարցը, որ ինքը դիտարկում է որպես հավակնություն, չէ, ռիսկ Արցախի եւ Հայաստանի։ Անկախության հռչակագրում Հայաստանի խորհրդային ներողություն, անկախության հռչակագրում հենց Հայաստանի խորհրդային հանրապետության հետ միավորման։ Հասկանալի է, իսկ 91 թվի հանրաքվեով արդեն այդ ամենը դա չի եղել, այո, ոչ գործնականում, ոչ իրավական տեսակ, դա սպառված հարց է, դա սպառված օրակարգ է եւ դա դնել որպես պահանջ եւ դիտարկել որպես ռիսկ կամ հավակնություն իր տարածքի նկատմամբ, տակը ոչ տրամաբանություն ունի, ոչ էլ իրավական որևէ հիմք ունի։ Բայց քանի որ մեզ մոտ այդ խոսույթը լավ նաեւ ռևանշիստական թևը շրջանառում է, որ ձեր փոփոխությունը սրա նրա համար է արվում, սա սկսում է ստանալ կյանք եւ շրջանառվել։ Հիմա մենք այսօր իշխանությունը ինչ ասաց մենք 4 հանրապետությունը որպես ռազմավարական նպատակ է, չէ, հռչակում։ Իհարկե այս թեզը իշխանությունից առաջ է ասվել, շատ ավելի վաղ է ասվել այս անհրաժեշտության մասին, բայց տեսնում ենք եւ նաեւ այլ քաղաքական ուժի կողմից, եթե ես չեմ սխալվում, քրիստոնյա ժողովրդական կուսակցություններ 4 հանրապետության անհրաժեշտության մասին շատ վաղուց խոսում։ Բայց հիմա մենք հասկանանք ինչ է 4 հանրապետություն, ինչպեսի եթե մենք ունենալու ենք 4 հանրապետություն, որի խորհրդանում մենք ունենալու ենք նույն կոնֆիգուրացիան, ինչ որ այսօր կա, դա մեզ բերելու է որակական նոր հանգրվան։ Կրիմինալ դիկտատուրայի քաղաքական ֆասադ ներկայացող կուսակցությունները դառնում են մեր հարգելի ընդդիմադիր գործընկերներ։ Դրա համար, եթե մենք հռչակում ենք 4 հանրապետությունը որպես ռազմավարական նպատակ, մենք պետք է կարողանանք ապահովել քաղաքական որակական աճ։ Այսինքն 26 թվականի խորհրդարանի կազմը պետք է լիարժեքորեն տարբերվի այսօրվա խորհրդարանի կազմից, որը 3-րդ հանրապետության եւ մեզ դեպի այդ թեզերով կապիտուլյացիայի տանող եւ այլնի, չէ, պատկեր, այսինքն այդ խոսույթն է։ Մենք հիմա 4 հանրապետությունում ենք ունենալու կապիտուլյացիայի խոսույթ, Զանգեզուրի միջանցք եւ այլն։ Չէ, չպետք է ունենանք։ Ուրեմն մենք պետք է ունենանք որակապես նոր կազմ։ Եվ սա պետք է դառնա այսօր մեզ համար առաջնորդություն ունենալու 4 հանրապետություն, որտեղ քաղաքական էլիտան չի լինի երրորդի թեզերի, քաղաքական կենսագրության, վարքագծի եւ տրամադրությունների կրողը եւ պրակտիկաների։ Դրա համար մենք 4 հանրապետությունը որակական տեսանկյունից քաղաքական իմաստով նոր խորհրդան, որտեղ մենք խորհրդանական երկիր ենք եւ հետեւաբար մեր խորհրդանի կառուցվածքից է կախված լինելու թե 4 հանրապետությունը ձևակերպում է թե լինելու է իրականում գործնականում աշխատող քաղաքական միավոր։
Պարոն Օրդուխանյան, ամփոփելով, այո, խորհրդարանի կառուցվածքից է կախված, խորհրդարանի կառուցվածքն էլ կախված է մարդկանց քաղաքական նախընտրություններից։ Այո։ Մարդկանց ներհատուկ է որոշումներն ընդունել, ելնելով, ասենք, որոշակի ծավալի ինֆորմացիայից, հա։ Այդ ինֆորմացիայի վրա ազդում են տարբեր, այսպես ասենք, հոսանքներ։ Օգոստոսի 8-ից հետո մի ահռելի ծավալի տեղեկատվություն կա, որը կոմունիկացիայի կարիք ունի։ Մենք լինելով ժողովրդավարություն 21-րդ դարի այս տեղեկատվական հեռահաղորդակցային հեղափոխության պայմաններում մինչև հիմա չունենք պրոֆեսիոնալ դեպարտամենտ ռազմավարական հաղորդակցությունների։ Դրա ստեղծման մասին կառավարությունում խոսում էին շատ վաղուց եւ ասացին, որ արդեն մեկնարկ է տրվում, սկսում ենք մարդ հավաքել, վերապատրաստել խորհրդական եւ այլն, բայց չկա։ Հիմա այս ամենը անհրաժեշտ է ինչի համար, քանի որ կա մեծ ծավալ կոմունիկացիայի համար, անհրաժեշտ դա նշանակում է, որ կա նաև մեծ դաշտ այդ չկոմունիկացվող տեղեկատվության շուրջ մանիպուլյացիաների համար։ Ինչից սենց էստի համեցեք վիճակը։ Այո, տեղեկատվական վակուում է դա ստեղծում եւ կրկնում եմ, սկսում են շրջանառվել այն թեզերը, որոնք մեր շահերից չեն բխում առնվազն եւ հաջորդը ազդում են նաեւ մեր հանրության հոգեբանության, հետեւապես նաեւ առաջիկա ընտրությունները նրա քաղաքական վարքագծի եւ ընտրության արդյունքի վրա։ Հիմա այդ կոմունիկացման խնդիրը շատ կարեւոր է եւ դա եւ պետք է արվի պաշտոնական, այսպես ասենք քաղաքականությամբ, այսինքն շատ կարեւոր փաստաթղթեր են ստորագրվել, կարեւոր այսպես իրադարձություններ եւ զարգացումներ եւ շատ արագ ինտենսիվ այդ ամենը տեղի ունենում եւ մենք հանրությանը դրա բովանդակությունը եւ հեռանկարները հասցնելու շատ լուրջ խնդիր ունենք։ Հիմա կա մի կողմից փորձագիտական դաշտ, որը ինչ որ չափով դա անում է, բայց դրան պետք է նաեւ պաշտոնական աջակցություն, որպեսզի մեր քաղաքացին իմանա, որ այդ Վաշինգտոնյան համաձայնությունները դրանք ոչ թե իր ընկալմամբ այսպես այս պահին այո խաղաղություն են բերում, ինքը իմանա ինչպես են դա խաղաղության, ինչպես է բերելու խաղաղության։ Իրենք դրա մեջ դերակատարություն ունենալու են, թե չէ, իրենցից ինչ է կախված որպես քաղաքացի։ Իրանք պետք է կանգնեն իրենց պետականության շահի կողքը, թե պետք է пассив այսպես օբյեկտի դեր կատարեն, այդ խաղաղությունը կգա կհաստատվի։ Ոչ, խաղաղությունը, ճանապարհը, տնտեսության զարգացումը մեզանից յուրաքանչյուրի գործնական քայլերի արդյունքում է հնարավոր եւ մենք պետք է կարողանանք այդ ինֆորմացիան այնքան պարզ եւ հանրության ականջին հասանելի ձևով բացատրել, որ իրենք հասկանան այդ թրիփը ոչ թե վտանգ է, ինչպես ներկայացնում են Զանգեզուրի միջանցք է Սյունիքը վերացավ, այլ թրիփը հնարավորություն է եւ այն մարդիկ, ովքեր այդ տարածաշրջանում ապրելու են, իրենք այդ հնարավորությունների եւ իմպլեմենտացնողն են լինելու եւ դրանից օգուտներ քաղողն են լինելու։ Հիմա այդ դեպարտամենտը չպետք է լինի, որ դա մատերի վրա պարբերաբար սենց պետք է, իհարկե, պետք է գեներացնի կոնտրնարատիվները, լավ սենց ասա։ Այո, եւ պետք է կարողանա ճշմարիտ նարատիվներով ճնշել այս կեղծ ֆեյք նարատիվները, որոնք հոգեբանորեն ազդում են մեր հանրության վրա, իսկ ես նշում եմ եւս մեկ անգամ այդ հոգեբանական ազդությունը նաեւ քաղաքական վարքագծի է։ Իհարկե։ Հետո վերածվում Մենք ունենք 60%-անոց ապաթիա։ Սա IRA-ի դա բավականին լուրջ թիվ է, դա նշանակում է ակտիվ հատվածի փոքրամասնություն пассив հատվածի նկատմամբ, բայց քաղաքական կյանքը վերաբերում է եւ ակտիվ եւ пассив հատվածի։ Մենք հիմա пассивը պետք է ակտիվացնենք ճիշտ թեզերով, որպեսզի մենք ունենանք այնպիսի խորհրդարան, ինչի մասին քիչ առաջ խոսում էինք, եւ դա կստեղծի նախադրյալներ 4-րդ հանրապետության որակապես նոր մշակութային, գիտական, տնտեսական բոլոր տեսանկյուններից։ Հետևաբար այսօր նաև մեր արտախորհրդարանական ուժերը ունեն աշխատելու տեղ, շատ պետք է հանդիպեն հանրության հետ, պետք է գնան, բացատրեն, հասկացնեն, որպես իրենք է կարողանան փոխել այն պատկերը, որովհետև եթե այդ շփումը եւ կոմունիկացիան չկա, ինքը գիտի իր ընտրությունը
այս երկուսի մեջ է, այս երկու թևի ով կկարողանա շատ ազդել կգնա նրա վրա էլ կընտրի, բայց հետո գուցե ինքը փոշման իր ընտրության համար, բայց հիմա քաղաքական գործընթացները այդ փոշմանումները, այսպես ասենք, հետագայում այդքան էլ հաշվի չեն առնում, որտեղ դրանք վերածվում են կոնկրետ քաղաքականությունների մշակված։ Եվ ես կարծում եմ, որ քիչ ժամանակ է մնացել հաջորդ խորհրդարանական ընտրություններին, մեր բոլոր ժողովրդավար Հայաստանի Հանրապետության անկախության, պետականության, ինքնիշխանության, սուվերենության, կրկնում եմ այս թեզերը, կարևոր է տարածքային ամբողջականության, իրավազորության պաշտպան ուժերը, ոչ թե միութենականության, այսպես ասենք, ակումբ մեզ ներքաշողները պետք է շատ ակտիվ հանրության հետ աշխատեն եւ ստեղծեն այդ Հայաստանի պատկերը, որը կախված է լինելու յուրաքանչյուր քաղաքացու քվեից։ Շատ շնորհակալ եմ, պարոն Օրդոխանյան։ Խնդրեմ։ Ձեր այս կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հանրությանը ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար մենք դեպքերին հետևելու ենք եւ բարբերաբար դիմենք ձեզ մեկնաբանությունների համար միշտ նոր հանդիպում ամենայն բարիք։ Շնորհակալություն։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդոխանյանի հետ լսեցինք իր դիտարկումները կապված Հայաստանում օգոստոսի 8-ից հետո հանրային քաղաքականության շատ որոշակի կոռեկցիայի անհրաժեշտության հետ։ Այսօր թերևս այսքանը հարգարժան տիկնայք եւ պարոնայք կհանդիպենք արդեն կիրակի օրը խաղաղություն եւ բարինոց ձեզ։ Լամինատներ ընդամենը 2390 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Եվրոպական լավագույն արտադրողների լամինատե հատակներն իդեալ համակարգում են։ Ձեռք բերեք բելգիական Berialog, լեհական Chronopol, ավստրիական Kendall աշխարհարչակ ապրանքանիշերի էկոլոգիապես մաքուր, ջրադիմացկուն, քերծվածքակայուն եւ չդեֆորմացվող լամինատե հատակների լայն տեսականին իդեալ համակարգի խանութ սրահներից։ Լամինատե հատակների նշված տեսականին ձեռք բերեք ընդամենը 2390 դրամով 1 քառակուսի մետրի համար։ Գործում է նաև 16 ամիս 0% ապառիկ։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ։ 28 տարի դեպի կատարելություն։ Երեք, երկու, մեկ, գնացինք, աննախադեպ ակցիա իդեալ համակարգում, գնեք 3 քառակուսի մետր սալիկ և ստացեք ևս 2 քառակուսի մետրն ընդամենը 1 դրամով, եվրոպական լավագույն արտադրողների ավելի քան 3000 տեսակի ոճային սալիկներ 1 հարգի տակ աննախադեպ պայմանով, գործում է նաև ապառիկ վաճառք 18 ամիս 0% տոկոսադրույքով, կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ, մանրամասները idealsystem.am, իդեալ համակարգ, 28 տարի դեպի կատարելություն։